Էս մի Սլավիկին ասում է Խփեց։ Ոտի վրա։ 100,000 ենք պայմանավորել, 100,000 պիտի բերեք։ Ու ձեզ վերում են այդ թուղթը, ձեր գործողությունները։ Ես արել եմ էդի։ Այդ մասին դուք չեք իմացել։ Հետո պարզվելա զանգել եք, բայց ուրիշ հարցով։ Սլավիկը ով է։ Սերգեյ Մրկանեմ, Սերգեյ մոտիկա։ Կմտնես հանրապետական, կունենաս պրախոտ։ Մի հատ տարբերակ կա, որ չեմ բացառում, բայց որի մասին չեմ ասում։ Մի քանի օրից հրաժարական կտա վարչապետը։ Ես դա համարում եմ դավաճանություն։ Կանադայի քաղաքացի Բագրատ Սրբազանը Կրեմլի ագենտն է։ Իրաց հետ չենք համագործակցելու, Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի վարչապետ։ Ավելի վատ վերջնարդյունք անհնար է պատկերացնել։ Դու եւ Տաթևիկը պետք է որոշեք, թե որն է ճիշտ, որը սխալ։ Քիա դες թվում։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում լուրջ կասն է ու այո, այսօրվա մասին դուք բազմիցս գրել էիք, մենք բազմիցս այդ հարցը ծրել էինք, բայց այդ օրը վերջապես եկավ, մեր հյուրն է Մասկ կուսակցության վարչության ղեկավար Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Շատ անսովոր է, Ժիվոյ Աղազարյան տեսնել մեր ստուդիայում, շնորհակալ ենք, որ եկել ենք։ Շնորհակալ եմ։ Եվ սկսենք Սլավիկներից, ճիշտ ասած, մինչև այս լուրջկաստը նայում էի RRS-ում, տենց էր կոչվում Աշոտիկ Կամավոսյանի հետ, ու այնտեղ տենց մի քանի Աշոտիկ, մի քանի Սլավիկ։ Շատ խառն է, մենք սերիաները տարբեր sense բռնել ենք, ինչ որ կտորներ հաղորդման մեջ տվել ենք, երևի տեսած կլինեք, բայց մի հատ ամբողջական պատմություն, այ հիմա որ sense հանգ ժամանակ ունենք հանգիստ։ Մարդու համար, ով առաջի անգամ պետք է իմանա, ինչ որ Ինչու են ձեզ մեղադրում։ Հա, ասեմ, շնորհակալ եմ նորից հրավերելու համար։ Ես ձեր երկրպագուն եմ, չնայած բանը շատ ժամանակ դուք ինձ անեքանում, այսպես կոչվում։ չի եղել տենց բան։ Եկեք դա Նարեջաններում, վետի ալկոյի ագոսով է։ Եվ առանց եւ հումորի բարձր զգացողություն ես շատ բարձր գնահատում եմ։ Հայ միջոցով Սերգեյ որ նայել եք այդ բան RRS-ումը, ասեք օրինակի համար իմացաք թե այդ RRS-ումը երբ հատեղի ունեցա։ Չէ, բայց իմ տպավորությամբ թարմ էր, ավելի շուտ է եղել, հա։ Ոչ։ Այդ դա շատ կարևոր է այդ հանգամանքը, ուղղակի իմ առաջնորդ ասում է դու ասեք հիմնական։ Այդ RRS-ումը տեղի ունեցել 24 թվականի նոյեմբերի 19-ին։ Այդքան հին է։ Հա, ինձ թվաց 19-ին հայտնի դեպքերից հետո, երբ որ վարչապետի խնդրանքը հայտնի ես մերժեցի, դրանից հետո։ Հիմա վերադառնանք նախապատմությանը կարճ։ Այս կարան կարճ շանենք։ Չէ, դու ինչքան որ ցույց տա։ Դելյուքս ռեժիսորսկի վերսիան։ Շատ լավ։ Ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն մի վարույթով կատարում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ, որտեղ դերակատարները երկու սլավիկներ են։ Այդ վարորդական իրավունքների։ Վարորդական իրավունքների գործով Սլավիկ Կարապետյան, Սլավիկ Պողոսյան։ Սլավիկ Կարապետյանը ոստիկանության մայոր, Սլավիկ Պողոսյանը իմ 5 տարվա ծանոթ նորմալ հարաբերությունների մեջ, Սլավիկ Պողոսյանը։ Եվ երբ որ այդ վարորդական իրավունքների հանրօրինական գործողությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն կամ մարմինները համապատասխան իրականացնում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ եւ լսում են նրանց հեռախոսազրույցները եւ այլ։ Այդ լսումներից մեկի ժամանակ Սլավիկ Կարապետյանը Սլավիկ Պողոսյանին ասում է, որ այսպեսի թեմա կա։ Իր մտերիմը արաբի հետ ծանոթություն ունի, կարան ոչխարներ, գառներ արտահանեն, Էմիրատներ։ Բայց մի խնդիր կա այնտեղ, խնդիր առաջանում, որ երբ որ պետք է տեղափոխեն, ապա այդ ոչխարներին պետք է բերեն հատուկ տեղ անասնաբուժական ծառայությունների մատուցելու համար։ Դա քաշ դեպքում քաշ են գցում այդ գառները եւ իրենց բիզնեսին կարող է խանգարի։ Այդ խոսակցության մեջ Սլավիկ Պողոսյանը ասում է, բայց Աղազարյան Հովիկի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ կարող խնդրեմ ինքը օգնի այդ թեմայով։ Հետո մի հատ ուրիշ հեռախոսազրույցի ժամանակ էլի լսում են, ըստ երևույթին արդեն երևի թե կամ իբրև թե Սլավիկ Պողոսյանը հանդիպել է իմ հետ, խոսել է եւ բանը ինչ-որ հնարավորություններ կա, բայց հիմա ինչ ասի, ինչ թվաբանություն, ինչ բան ասի Աղազարյան Հովիկին, ճշտում է որ բան անել, ասում են դե մի այդ արաբները բաները պատրաստել 200,000 300,000։ Էդի մի պարտիա անցկացնելու համար է, թե որ ինչ-որ օրենքը համապատասխան նենց փոխվի, որ դա այսուհետ այտենց։ Չէ, օրենքը չփոխվի, այլ գան իրանց այն անասունները, որտեղից որ իրանք առնում են, գան տեղում անցկացնեն այդ ծառայությունները։ Իրանք վճարեն, հավելյալ վճարեն, բան, գան ծառայությունները տեղում անցկացնեն, չտեղափոխեն դա։ Եվ դրա համար
200-300,000, ասենք ամերիկյան դոլար գումար կարող են հատկացնել այդ Ես ծառայությունը։ մեր փողատու գործ չի պատգամում որ։ Ու հետաքրքիր Բայց չեղավ, տեսա չստացվեց։ այդ առերեսման ժամանակ որ հիշեցեցիք, ահագի կոմենտներ կա գրում, ասում այդքան որ գար կա Հայաստանը, որ այդքան փող են առաջարկել, բան։ Հա, հետո այդ մի հերթական հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվում են, որ Սլավիկը պիտի գա իմ հետ հանդիպի։ Ահա։ Պողոսյան Սլավիկը։ Ես Սևանում եմ լինում, ինքը զանգում է, բաբանը հոսալը բան կա պարոն Աղազարյան, ասում հա Սլավիկան հաս չկա։ Վաղ հանդիպենք խոսանք, ասում չէ, շտապա, ասում դե Սևանում եմ ես։ Ասում ոչինչ, ես կգամ։ Ասում դե արի։ Ես մի հատ ուրիշ թեմա կար իր հետ, պատմություն կար։ Ես անհանգստացա, որ այդտեղ խնդիրներ են առաջացել, մտածեցի երևի լուրջ բանա թողա տենանք ինչ է, էլի ասում։ Եկավ Սևան, մեքենան, ես այդ դուրս եկա լճից մոտիկացա Սևանի այդ մայրուն, այնտեղ մեքենա կար մի հատ մի քիչ հեռու կանգնած, ես չգիտեմ, այդ մեքենայի մեջ աշոտիկ եղել է, թե չի եղել, կամ աշոտ եղել է, թե չի եղել։ Այդ զիբան արեց, ինքը մեկանեցին խոսեցին, բարից բուրմաստով 2-3 րոպե ոչ ավել։ Ինքը ասեց, այդ որ նկարագրեցի ինչ մասնախնդիրը, ասեցի Սլավիկ ջան, ես տեղյակ չեմ բացատրել խաղաղապես այդ ոլորտից, բայց ես հետաքրքրում եմ պատասխանեմ, կարելի է թե չի կարելի։ Գումարի մասին, բանի մասին խոսակցություն չկա, որովհետև մեկ մոտիկ հարաբերությունների մեջ ենք, եթե ես կարամ օգնեմ, ոչ միայն իրան, այլ ցանկացածին, որովհետև տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ, եւ մեզ նման հարցերով շատ են դիմում, մեր հանձնաժողովի անդամների շատ։ Լիքը օգտակար ենք եթե։ Ես ճշտեցի կարգը ոնց է, հաջորդ օրը ամիջապես զանգեցի իրեն, ասեցի, որ ուշադրություն դասեք, զանգեցի իրեն, եւ հեռախոսով խոսացի։ Եվ անկասկած այդ հեռախոսազրույցը լսել են։ Եթե լսում են։ Եթե լսում են Սլավիկի, որտեղ այդ արանքում է եղել։ Ոչ թե հետո է եղել, այլ թարգել են իրաց լսել, այդ արանքում է եղել։ Լսում են այդ խոսակցությունը բնականաբար։ Եվ այդ խոսակցությունը օրինակ չեն բերում մեջտեղ։ Ես ասացի, որ Սլավիկ ջան, բանը շատ խիստ կանոնակարգված է եւ հնարավոր չի որևէ միջամտություն անհնար է։ Կարծես պիտի դες բանոբանեք։ Բաղամետ խոսանք դրանք խիատեսքի դες չի բան, ասեցի, հարի։ Սա դե վաղը գամ, ասեցի արի։ Վաղն եկավ, այս Սիրանի այգում հանդիպեցինք։ Այդ պահը։ Այդտեղ տնամ ինքնավ դիմամար անսպասելի մեկ հոգու եւս Աշոտ, որը ներկաս Աշոտ, այս Աշոտիկ չէ։ Աշոտիկ, չէ՞։ Որովհետեւ ինքը բաներ, խոշորամարմիններ, շատ ավելի տարիքով, ինձանից է տարիքով։ Աշոտներ, խոշորամարմին, Աշոտիկը։ Okay։ Բայց Աշոտիկը բոյով էր։ Հա, Աշոտիկը։ բայց խոսքը մանր եղջերավորների մասին էր։ Այդպես էլի մոտիկացա տեսա առավելևս տեսա մտման անտոնոց մարսա, շատ ենք շփվել մարդկանց հետ, գիտենք որ պահին ինչը հնարավոր տեղի ունենա, էլի ասենք այդ մարդու ներկաները պատահական չի, այդ ինչ որ բան նշանակում Ձայնագրում են, հա։ Կամ եկամ ձայնագրում են, կամ բանը Էսի ուզում եմ ինչ որ բան ապացուցիչ է, սա Աղազարյանից հետ խոսեցի, բան արեցի, ես չէի հավատում, որ ես այդ խոսում եմ, հազար մի բան։ Շատ կարճ էր զրույցը, այդ Աշոտը նստած տեղում արդեն որ քայլում էի, ասա ափսոս ամեն գարից $2-3 եկամուտ կարող էինք ունենալ, ու ես թողել եմ մնացել։ Վերջ, հետո ինձ հակագործությունը կանչեց։ Զանգն ա եղել։ Որ զանգը։ Որ դուք զանգել եք ինչ որ պետական։ Միջև եմ զանգել։ Միջև է։ Ճշտելու համար։ Հա, նախորդ օրն եմ զանգել։ Իսկ ում որ զանգել եք այդ մարդուները, հարցակնները։ Չգիտեմ։ Հա, չգիտեք։ Հարցակնն կլներ։ Հարցակնն են անկասկած, հա։ Հարցակնն ու այդ ձևով թեման, ասենք իմ շփումը իր հետ ավարտել է։ Դրանից հետո եւս մի անգամ կամ երկու անգամ զանգել ենք իրար, ես ու Սլավիկը, ամսի երևի 11-ին կամ 12-ին, չեմ հիշում ինչ թեմաներ ենք խոսացել, կարող է պատահել նաև այն հին թեմայով։ 20 օր լռություն, 20 օր հետո նորից լսում են երկու Սլավիկների խոսակցությունը։ Այդ ասում դատախազը բերել է, դատախազի միջնորդության մեջ գրված է դա։ 20 օր հետո լսում են երկու Սլավիկների խոսակցությունը նորից։ Այն մի Սլավիկը, այս մի Սլավիկին ասում է. «Ախպեր, ձեր բռնած գործը ինչ եղավ»։ 20 օր հետո, բայց 20 օրը ի՞նչ է տեղի ունեցել, ինչ տեղի Այդ շատ է շեշտադրում, բայց ես էլ չեմ, մինչև չեմ հասկանում, ինչ կարար տեղի ուներ 20 օրում, որ դուք այս կասկածային դեպքում այդ 20 Ենթադրենք թե իրանց վարկած է։ Պայմանավորվել ենք 200,000, ենթադրենք թե 200,000,
հետո իրենք չեն կարողացել 100,000-ը սկզբից 100,000-ը հետո իրենք չեն կարողացել 200,000 բերեն, 20,000 բերել են պայմանական։ Ինձ առաջարկել են, ես ասում եմ չէ ախպեր։ 100,000 ենք պայմանավորել, 100,000-ը պիտի բերեք։ Ու բաժանվել են, չէ իրարից։ Բայց 20 օր անցել է։ Բայց 20 օրվա ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել։ Արդեն թեման փակ չէ։ Թեման պիտի փակված լիներ։ Եթե ես ասել եմ չէ, արդեն համաձայն չեմ 20,000-ին պետք է 100,000 լիներ, արդեն թեման պետք է փակված լիներ։ Բայց թեման հիմա ասեք ինչ, 5 օր հետո ինձ բերել են 40,000-ին առաջարկել, ասել եմ չէ։ Ամսի 20-ին բերել 70,000-ին առաջարկել, ասել եմ չէ։ 27-ին բերել են 99,000-ին առաջարկել, ասել եմ չէ։ 28-ին արդեն մարտահրավեր ինչ եղավ ձեր գործը։ Բայց այդ ընթացքում ձեր հանդիպումը Սևանում ու Սիրարների այգում այդ կայանների տրիանգուլյացիայով են, չէ՞, ֆիքսել ըստ երևույթի ոնց են իմացել, այդ երկու հեռախոս գտնում են։ Նախ Սլավիկն է ասել։ Հա, ինքան նաև ասել է։ Ասել է, որտեղ իր հեռախոսները։ Այդ ենթադրյալ հանդիպումն է։ Բայց ստեղ բանը դատախազը հա զերացածի քոսացի վրա Նարեկ ջան, ինչ է ասում։ Որ ես ասում եմ որ Սևանում Աշոտիկին ես չեմ տեսել, դատախազը ասում որ այդպես չի։ Իր բանը այդտեղ էր։ Իր բանը այդտեղ էր, հա, բայց դա ինչ կապ ունի։ Կարա 20 մետր հեռու մեքենայի մեջ նստած լինի։ Դա նույն արիավակի տակ է, նույն արիավակի տակ է։ Օնլայն վիճակում կարաս ճիշտ տեղը որոշես թե մարդը որտեղ է, եթե այդ բային հետևում ես, բայց եթե դու վերցես հեռախոսազանգերը, նայում ես թե հետին թվով էլի, նայում ես թե ոնց է եղել, Էդի չես կարող ասես քանի մետր են իրարից հեռու եղել։ Էդի մեծ շարավիղ է ընդգրկում։ Կարող է պատի 200 մետր շարավիղով ընդգրկի, հիմա դա փաշ չէ։ Այստեղ մի հատ նյուանս կա, որը իմ համար հասկանալի չի։ Հաջորդ օրը զանգել եք ճշտելու, հա։ Հաջորդ օրը չեմ զանգել, նույն օրը եմ զանգել։ Նույն օրը ենթադրաբար։ Նույն օրը զանգեցի, ապսիուտին, ասես պարոն Նաղազարյան, բանը աշխատանքի տեղը չեմ, վաղ կանայում թղթերը տեղը կպայեմ։ Վաղ ինձ ասես որ սենց է կարգը։ Ես արդեն կարգը իմացա ոնց է, ես ինքս հետևություն արեցի, որ հնարավոր չի դեռ $800,000 հրապուրիչ չէր, ինչ որ մի ձև աշխատել թե։ Չէ, դա բանա։ Ինչ ես խոսում։ Գինու ազդեցության տակ է։ Դա տես չի, ասենք դա տես չի, որովհետև ասենք ենթադրենք թե Սլավիկ Պողոսյանի հետ, ենթադրենք Սլավիկ Պողոսյանի հետ։ Կարա որոշակի խոսակցություն ունի, բայց անծանոթ մարդու հետ որևէ լուրջ մարդ 200,000, 300,000 մասին էտել է դեպի գործ։ Ասենք խոսա անծանոթ մարդու, դա բանական չի։ Ես Աշոտիկին հարցնում եմ, մտե ասում հա ճիշտ է։ Արդեն երրորդ անգամն է իդեպ դառնալու։ Այնտեղ ուղղակի դատախազը որ ասեց ինչ որ բան ձեր ասածը ճիշտ չի, ու այդ հարցով նաև ոնց որ հայց եք ներկայացրել, ինքը ասում է որ ինքը ասեց ճիշտ չի, եթե ինքը ասեց ճիշտ չի, ես հայց չի ներկայացնի։ Դա ես կուլտուրական եմ փորձում։ Այդ ինքը պետք է կուլտուրական լինի։ Եկեք ես ասեց սուտ եք ասում։ Ասած սուտ է։ Սուտ եք ասում, եթե ասես սուտ եք ասում, էլի չի հայց ներկայացնի։ Ինքը ասեց սուտ է ասում, դա փողոցային անդաստիրակ մարդու աղջնակի թե տղայի պահվածք է։ Այսինքն պետք է սուտ է ասում։ Ամեն դեպքում դատախազի դիրքին վայել մեկի արտահայտություն չի։ Բայց դա շատ հեշտ է բացահայտվելու։ Իհարկե շատ հեշտ է բացահայտվելու։ Ինձ ձեզ հարց չի տվել քանի չէ։ Այնտեղ կարծեմ ինքը նրա վրա է տանում, որ սկզբից ասել եք չեք զանգել այդ տեսուչին, ենթադրաբար, հետո պարզվել է զանգել եք, բայց ուրիշ հարցով, այդ չեմ ջոգում, ինչ ուրիշ հարցով եք զանգել։ Սենց է եղել։ Հարցը հետևյալն է եղել։ Ասենք ես ու Սլավիկը ինչ կներեք բազարի մեջ ենք եղել։ Որպեսզի կարողանանք այնպես անենք, որ այդ անասնաբուժական ծառայությունը տեղում մատուցվի, չէ՞։ Այդ հարցը չէ, պիտի լուծի այսպես կոչված։ Ինձ հարց է լինում, ես որևէ մեկի հետ քննարկել եմ այդ հարցը, ես ասում եմ ոչ։ Բայց դա չի նշանակում ես որևէ մեկին չեմ զանգել։ Դա ուղիղ այդ հարցը չի։ Բայց առանց զանգելու առաջ ճշտում ես ինչ իմանամ այդ բանը ոնց է կարգը։ Դու քաղաքացի պատասխանեմ։ Քննարկել եք։ Չէ, այստեղ տպավորություն կարա ստեղծվի, որ հերքում եք ընդհանրապես որ զանգել եք տեսուչին, էլի, բայց այո, այդ տպավորությունը կարա ստեղծվի, դատախազը պետք պարտավորել ավելի մանրամասն նայել, որ այդպես է թե այդպես չի։ Այո, իհարկե։ Բայց այս պատմության հələ ամենահասկանալի մասն էր։ Այնտեղ հետո ինչ որ տենց հերախոսի մատանու $8,000 մի հատ էլ թեմա, որը կողքից եկավ ավելացավ։ Դա ուրիշ գործ է։ Այդ ուրիշ գործ է, հա, այդ մյուս դրվագի մասն էլ մի հատ ամեն ինչ։ Մյուս դրվագը հետևյալն է։
Կար, երևի կա նաև Արամ Մկրտչյան անունով մեկը։ Ում հետ ծանոթացել եմ հեղափոխությունից հետո։ Ով մոտ 50 տարեկան, 47 տարեկան ժամանակ երևի ամուսնացավ, ես դառա իր քավորը։ Ամուսնության քավորը դառա։ Հետո դες ինքը բանը միջնորդական ծառայություններ էր մատուցում։ Եկավ, մի պահ եկավ, որ բանում Աչափնյակում դպրոց կա մի հատ վթարային, Մոնգեն Թավերյան դպրոցը վթարային կանչեց, գնացինք նայեցինք, կոլեկտիվ հետ խոսեցինք, որ վթարայինը պետք է փաստաթղթերով։ Բանենք շենք սարքեն։ Փաստաթղթերով։ Արամը ինձ ասեց, որ պարոն Աղազարյան, կամ ներդրողներ, որ պատրաստ են այս դպրոցը քանդեն, դպրոց սարքեն, գեր ժամանակակից, ազատված հողի վրա շենք սարքեն։ Շատ լավ գաղափար է։ Առանց պետության ծախսակցելու։ Շատ լավ գաղափար է։ Ասեցի մի հատ նամակ գրի իմ անունով, ես ճիշտ եմ, հնարավոր թե հնարավոր չի։ Ինքը նամակ գրեցի, ես գրեցի Քաղաքշի կոմիտեին։ Պատասխանը ստացա, որ իրենք առարկություն չունեն, եթե այս նորմերը պահպանվի։ Դե դրանից հետո արդեն պիտի քաղաքապետարան, կրթության նախարարություն եւ այլ, հետո երևի թե կառավարություն, որ ծրագիրը հաստատվի։ Արդեն այդ ընթացքում, դա տևական ժամանակ էր, արդեն ընթացքում ես տեսա, որ Արամը մի քիչ ոչ ճիշտ բաներ Ներդրողը չկար իրականում։ Ոչ ճիշտ բաներ անում, իմիջիալետիկը արդեն հետո պարզվել դատապարտված է եղել խարդախության համար 5 տարով, 2010 թվականին, այս պահին, հենց հիմա իր նկատմամբ դատա գնում էլի խարդախության հոդվածով, մի քանի օգուտ էլի բաներ է փոխարկել, եւ ինքը անցած տարվա փետրվարի 15-ից լքել է Հայաստանը։ Ոնց է քավոր կանգնում, որ այդ մարդուն դեր այդ ժամանակ Չէ, հիմա ես էլ մի սանիկ ունեմ, իր կեսագրությունը ուղնուցուցով գիտեմ։ Չէ, հիմա բոլոր դեպքերում։ Հետո ես ասեցի Արամ ջան, որպես հաջորդ քայլերն անենք, ես պետք է ներդրողների ծանոթանամ։ Բնամ կան դրանք թե չկան, որովհետև արդեն տեսնում եմ ինքը իր մանիերաներ ուրիշ է։ Բա այնքան ովքեր որ պիտի լինեին, մի քիչ ձգձգվեց փոշմանել են, ես ուրիշ ներդրող եմ ճարել, ասի հիմա ես ոչ դրանց եմ ճանաչում, ոչ դրանց եմ ճանաչում, ինչ տարբերությունով է։ Դու ես պիտի տենամ այդ մարդկանց, ովքեր են պատասխանում ներդրում կատարեն։ Պայմանավորվեցինք, հանդիպեցինք Ազնավուր սրճարանում, Միշև Արամի գալը այդ երկու օքին եկել էին, մեկին տեսել էի միջև հետ, ասեցին, որ մենք պարոն Աղազարյան պատրաստում ենք սենց, ուրիշ դեպի խոսակցություններ գնաց, որ ամեն խնդրել Արամին, փող են տվել, չի արել, հիմա այս ծրագիրն ենք ուզում իրականացնենք, բան։ Իրանք միջնորդի վրից ուզում էին թռնեին, փաստորեն։ Չէ, բանը, միջնորդի վրից չեն ուզում թռնեին, իրանք այդ բանը չկար, չեն գասում։ Միջնորդ։ Ասում եմ, լսեք, տղեկ, դուք 2 միլիարդ դրամ փող ունեք բանկում, դեր հաշվին։ Չէ։ Ասում եմ, դուք կարաք 2 միլիարդ դրամի գրավ դնեք, ապահովությունն է գույքային։ Չէ։ Ասի, բա այդ դեպքում դուք ո՞նց եք այդ գործը ուզում անել։ Շատ տրամաբանական։ Ասի, դուք ուզում եք այդ ծրագիրը ենթադրենք, թե ես այնքան հիմար գտնվեմ, դիմեմ քաղաքապետին։ Ենթադրենք, թե քաղաքապետին ինձ այնքան է հարգում, այն աստիճանի, ոսկի չեր նայում ինչ եմ բանել, ասենք թե ստորագրում է, ասենք թե կառավարություն չպիտի գնալ, ստորագրում է, ծրագիր իրականացնեք։ Դուք էլ այդ հագետ բանը փոսը փորեք, ինչ կատլամանը փորեք, մի քաչ չդրած, մի քիչ փող ասեք կատլամանը փորեք, սաղկը բնական ծախեք, փողերը վերցնեք, թռնեք։ Ինչպես եւ ոնց որ նման։ Ոնց որ հիմա, ասի, էտա ձեր ծրագիրը, ասի, հենա եթե այդ ձևը ես կտամ իմ ընկեր, կմիշտությամբ կտամ իմ ընկերոջը, գոնե վստահ եմ որ էդ էլ կանի, բայց դու եք սարքի տոգում։ Ասի, մոտեցումա ձեր մոտեցումը, բան, այդպես կատրասած բան է, ասի 2 միլիարդ բանկային բանկ ցույց կտակ, ինձ կասեք, չէ։ Արամետը թարսվեցինք, կռվեցինք, այդ ընթացքում ինքը ինձ մի քիչ գումար էր տվել, տոնը պետք է վերանորոգեի, նոր է ստացել, բանը մի երկու օր հետո փողը ստուր ես կոմենքում ծախսերի մեջ եմ, բանի մեջ, պասի աշնանը կտամ, մինչև աշուն եղավ Երևանի ավականությունների հետ կապված դրամահավաքը, որտեղ մի հոգի մոտիկացավ ինձ կառուցապատող, ում ինձ Արամը տարել էր, որ իբրև թե տղայիս համար բնակարան վերցնեինք, բայց թանկից չվերցրեցինք։
մոտիկացավ ինձ, պարոն Աղազարյան, կներեք հազար անգամ ես հաստամ, ասում, Արամը դες փող տվել է, ասում, հո, ինչքան, ասում, $8,000 չափ։ Ասում, ինչի, ասում, բա ես իրան $25,000 փող եմ տվել, ինքը ասում, տվել եմ Աղազարյան չեմ կարող վերցնել։ Խափեց։ Ոտի վրա։ Ահա, հետո բան արեց, ես զանգեցի իրան, Արամին, հետո մի օր հետո համար է վերցրել, ես զանգեցի, ես մարդու համար էի վերցրել։ Զանգեցի, ասավ, դες բան չկա, դες բան չեմ ասել, ճիշտ է, ես փող եմ վերցրել իրանից, բայց հուրացեմ տվել եմ Աղազարյան, դες բան չկա, սուտ ասում եւ այլ։ Բայց մի վերջը, ասում երկու ամսից կվերադառնեմ։ Ասեմ դες ինչ եմ ասում, ես ինքան քանցեմ երկու ամիս սպասի։ Եթե չվերադառնեցի, $8,000 պիտամ քեզ, տորեմ իրան։ Ասում հա։ Ինքը դի հաստատում է։ Ես եկնացի այդ մարդուն խնդրեցի, սպասեց։ Այդպես էլ եղավ, չվերադարձեց, ես տվեցի այդ մարդուն այդ $8,000։ Հետո դրանից հետո, մի քիչ հետո, հայտնվում է այդ գոհար, ով հայտարարում է, որ $23,000 փող է տվել ինձ, շինթույլտվություն ստանալու համար, ես ոչ արել եմ ու փողը հետ չէ վերադարձնում։ Ու դա ինքը այդ գործընթացը սկսում է Հայկ Նազարյանի հետ, մեր կուսակցական տղաներից էր։ Հայկ Նազարյանի հետ, Հայկ Նազարյանը խոստանում է իրան, որ արդարության համար պայքարում է եւ այլ հարցերը գլուխի։ Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, Հայկը ասել էր ՊՎՑ-ից մեր ընկերներից մեկին, ՊՎՑ-ից այդ մեր ընկերը զանգեց ինձ, պարոն Աղազարյան, սենց բան կա։ Սենց բան են ասում, ասի 2 ժամ քեզ ժամանակ։ Հայկին եւ այդ կնոջը կբերես, խոսանք։ 2 ժամում եթե չբերեցի, ես հետո ԱԱՑ։ Չեկան, ես գնացի ԱԱՑ։ ԱԱՑ-ը մի 10 օր հետո ինձ ասեց պարոն Աղազարյան, պրոբլեմատիկ մարդիկ են, դիմեք ոստիկանություն, որ խնդիր չունեք։ Դիմեցի ոստիկանություն հունվարի 3-ին, 24 թվականի։ Սուս բանը հաղորդում տվեցի, ամեն ինչի մասին պատմեցի, բան եղավ։ Քնչականը գործ չարուցեց, ասավ անլուրջ բան է։ Հիմա Ասես լուրջ է։ Ասես որ լուրջ է։ Հա, Հիմա այդ ոչ թե բայց իմ տված հաղորդման հիմա վրա, այլ էլի ինչ-որ բան են լսել, բան ես կոմենկոմ, դա հիմա վրա այդ նույն գործը գումարած $8,000 մատանի։ $8,000 մատանի։ Այդ մանդատի բանից հետո եղավ, չհրաժարվելուց հետո եղավ։ Իհարկե։ Բայց խիմ ասում 19 բան է մանդատից հետո։ Եվ երբ որ տղերք հետ խոսում ենք, բան ենք անում մեկ-մեկ, ասում են հովիկ հեռախոսը լսում են։ Մի քիչ բան խոսա։ Բայց մի օր դուք հենց ի սկզբանե չեք մտածում, որ ծեր հեռախոսը այն օրվանից որ պատգամ, հավանաբար լսում են։ Ես մտածել եմ որ լսում են, եւ խնդրեմ չեմ ունեցել։ Ես ասում եմ թող լսեն։ Այն քննիչները, այն քաղաքացիները, որոնք անում են իրանց գործը, իրանց խղճի եւ օրենքների համաձայն, ես իրանց հաջողություն եմ ցանկանում։ Իսկ ով որ բանա սարքում ու մտած հավեսին քֆուր եմ տալիս, որ չեմ կարա բնակարը, բայց դե ասեմ։ Կարակ։ Չէ, չեմ ասում։ YouTube-ը թույլ տալիս։ Առայսման ժամանակ Ասի բանը։ Ասի թողնես, ինչ եմ ուզում ասեմ, ինչ եմ ուզում։ Տեսեք, հիմա ես այդ ոչխարների գործը ոչ չեմ կարող ասեմ, որ լրիվ դատարկ տեղը բան են սարքում։ Խոսակցություն եղել է, մենք հանդիպել ենք, զրուցել ենք, բան ենք արել։ Այստեղ իրավապահ մարմինները ճշտելու բան ունեն։ Նույնիսկ եզրափակիչ ելույթի ժամանակ, երբ որ ազգային ժողովում քննարկում է, եզրափակիչ ելույթի ժամանակ ես դրվագ ես չանադարձել, մոռացել էի։ 23,000 եկան բանը անկարևոր էի համարում։ Մեր երիտասարդության ընկեր Վեդիալկոն հերիք չես քանտարյան մեր կողքին է, հələ մի հատ էլ նոր պրոդուկտներ է ստեղծել։ Գինիներ, կոնյակներ, օղիներ, այն ամեն ինչը ինչ ձեր ընտանեկան միջոցառումները կջերմացնի, բայց այդտեղ կարևորը չափավոր։ Արենին եւ Վերնաշենը համալրվել են Old Yerevan եւ Agos գինիներով, Որը հիմա էլ կհամտեսենք տարոցնել ձեզ։ Այս որտե ես դե խնդրեմ եմ տեսնում։ Պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի տենց պատասխանատու պաշտոններ ունեցող մարդկանց լիովին ապահովի, տալիս է ավելի բարձր աշխատավարձ, ավելավճար, պարգևավճար, տարատեսակ խրախուսումներ, որպեսզի օրինակ падգամավորի կամ նախարարի մոտ չառաջանա այդ պահանջը, որ ինչ որ մեկից գումար պարտքով վերցնել, որովհետև ի վերջո նույնիսկ եթե դա պարտքով է, եթե ծանոթ մարդուց է, միշտ հաստատեն այդ մարդը տենց ինչ որ մի հատ ազդելու միջոց հաստանում տվյալ որոշում կայացնողի վրա, իսկ դուք քվեարկում եք եւ որոշում եք բոլորիս ապագան։ Այստեղ ես խնդրեմ չեք տեսնում դուք։ Դե հիմա եթե այդ կարգի մոտիկ մարդ, բայց ավելի նորմալ մարդ, եթե չլիներ, ես այդ տունը չէի ունենա։ Ես այդ տունը
որ հիմա 62 Ավելի վատ։ Բան չեմ ասում, ավելի վատ։ Պաստորեն Ինչ-որ ունում ա, չափով, որ ինչ-որ լավ են նայում ինչ-որ, պատգամավորները։ այո, ինչ-որ չափով ասենք, բանը, ինչ-որ չափով հաշվեք, որ ես ասենք, Բա հեղափոխությունը խախտել եմ սրա օրենքները, համար չէ բանանում։ խախտել եմ օրենք։ Չէ, ձեր ասածի վրա եմ ասում։ Առաջ ասենք, ինչի՞ց տալիս էին են, բողոքում։ եկա փողեք ստանում, եկա բանեք ստանում, որպեսզի խնդիրներ չունենաք։ Դե ինչ Ես ժամանակ 62 տարեկանում, ինչի՞ց 62 տարեկանում բնակարան եմ ձեռք բերել եւ եթե չլիներ 1-2 մարդու քիչ թե շատ բայրացական վերաբերմունքը, ես էլ չէի կարող ձեռք բերել։ Բայց ինքը պետք է չլինի, չէ՞ որ դրա համար էր արվում հեղափոխությունը գոնե լոզունգների վրա, որովհետև ինչ են ասում, ահա, կմտնես հանրապետական, կունենաս պրախոտ, ինչ որտեղ հարցեր ինստինկտյան կլուծվեն, խոսքը տենց ինչ որ ուղիղ կաշառքի մասին չէր, տենց լավ կնային։ Ոնց էլ ուզում ես, ոնց էլ չես ուզում, ասենք քո կարգավիճակը, падգամավորի կարգավիճակը, նա վստահություն անել շրջում, մեկ էլ մյուս եւ իհարկե իշխանը որ դա ցավալի է, սովորական շարքային քաղաքացու համեմատությամբ դու ունես որոշակի առավելություն։ Դե կա, այն դեղցի այգիները, որ համակուսակցի հայրը ստացել է վատ։ Դեղցի այգիները, ասենք մի բան, բայց երբ որ դու կառուցապատող ես, գալիս եմ, ասենք դու Սերգեյին ասում ես պիտի $10,000 տաս, որ ես քեզի բան անեմ, գրանցեմ։ Ասենք իմ դեպքում համաձայնում ես $3,000, հիմա դե հանցագործությունը չկանա, արդեն թողորոշեն ուրիշները։ Okay, որ պահից զգացիք, որ նույն առվով չեն գնում, հա, ձեր եւ ԿՊ-ի առում, այսինքն որ պահից այս գործերը կամ ինչ որ տես բաները դառան ինչ որ sense լուրջ բան, որ մի պահ նույնիսկ չեն համարվում կարևոր բան, հիմա դառան ինչ որ պահից դուք զգացիք, որ ինչ որ ես դուր չեմ գալիս այս մարդկանց Իհարկե։ ու Այդ մարդկանց չէ, ներողություն, այդ մարդկանց չէ, այդ մարդկանց շատ մի չնչին մասին, մեկ էլ վարչապետին։ հա, Այդ մարդկանց չէ, դե բոլորի հետ իմ հարաբերությունները շատ նորմալ ա եղել, ես շատ շնորհակալ եմ իրանցից, որ իրանք թույլ չտվեցին մտնել իմ հեռախոսի մեջ, մի քանի օգուտ չհաշված եւ ասենք վարչապետի այդ իրավունքը ես նույնիսկ ճանաչում եմ։ Ինքը կարող է իմ հեռախոսը մտնել, նայել եւ այլ եւ այլ։ Չէ, մի րոպե։ Ինչ իմաստով։ Բայց երբ որ դա բերեց ասենք վարչության նիստին եւ նաեւ բերեց ասենք խմբակցության նիստին, դա արդեն կներեք բաներ։ Եթե եղել նաեւ այն մարդկանց կողմից, որոնք իրենց թույլտվեցին նայել։ Ես գիտեմ, որ պայծած սկսած է եղել, բայց ոչ թե թիմի նկատմամբ, թիմի հետ, խնդիր վարչապետի հետ եւ այդ մի քանիսը, որոնք ասենք վարչապետի բանն են, այսպես։ Որ պահից ինչ որ տես ռադիկալ բան ա եղել։ Անցած տարի փետրվարի նախ ասենք 2 տարի առաջ սկսած ես անընդհատ հարց եմ բարձրացրել քննարկումների ժամանակ Ադրբեջանի հարաբերությունների կոնտեքստում, որ արդյոք քննարկվում է փախստականների վերադարձի հարցը, թե չէ։ Եվ անընդհատ ստացել եմ բացասական պատասխան, որ ինձ բավարարում էր։ Բայց ես անընդհատ համապատասխան քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ, որովհետեւ դա իմ համար կարևորագույն հարց է։ Երկու ժողովուրդներ, որոնք իրար հետ պատերազմի մեջ են եղել, հսկայական արյունաթափվել երկու կողմից, այդ արյունը չի չորացել, փախստականների վերադարձի հանգամանքը դա չի նշանակելու խաղաղություն, դա նշանակելու է էսկալացիոն, դա նոր սումգայիթ ալնելու։ Այս բաներ ալնելու, էդի բան չպիտի անենք։ Իմ համար դա բաներ շատ կարևոր է, ես այդ հարցը անդադ բարձրացնում էի։ Հետևողականորեն։ Եկավ փետրվարի սկզբին, անցած տարվա փետրվարի սկզբին, մի շատ կարևորագույն հարցի քննարկման ժամանակ, ոչ թե քննարկման ժամանակ, այլ ես այդ հարցը բարձրացրեցի խմբակցության նիստում, որևէ մեկը չէր բարձրացնում այդ հարցը, ես այդ հարցը բարձրացրեցի խմբակցության նիստում, այնպես ներկայացրեցի, որ խմբակցությունը պաշտպանեց իմ տեսակետը եւ դա տվեց արդյունք, ինչը վարչապետի սրտով չէր եւ ինքը շատ լավ գիտեր այդ մասին։ Դրանից մի 2 շաբաթ, 3 շաբաթ հետո քննարկվում եղավ Եվրոմիսիան հետ կապված հարցը։ Դիմուտալու, որպես տեխնացուի։ Առաջի քննարկման ժամանակ միակ մարդը եղել, որ դեմ եմ խոսացել, չեմ ասում դեմ եմ եղել, էլի կա որ դեմ էին, բայց չխոսացին։ Միակ մարդը եղել, որ դեմ եմ խոսացել, երկրորդ քննարկման ժամանակ ընդլայնված բոլորը դեմ էին։ Բոլորը դեմ էին, վարչապետը մնաց մենակ, ըստ էության գրեթե մենակ, նրանք ովքեր որ Եվրոմիսիան հետ այսպես կոչված ինտեգրացիայի բանի կողմնակիցներ էին նույնիսկ, իրանք գտնում էին, որ հիմա դա ժամանակը չի համենայն դեպս։ Բոլորը ռուսամետ էին ԿՊ-ում։ Ժամանակը չի, ասում են ժամանակը չի։ Մի տարի հետո այն անհանգստությունները, որոնք եղան, որոնք կային, շատ ավելի խորացան, ոչ թե հետ գնացին, այլ խորացան, հայտնի արդյունքներով Ամերիկա եւ այլ, Ռուսաստան, Ուկրաինա, բայց եկավ այդ Եվրոքվեի
այդ երևույթը եւ Փաշինյանը թիմին դրեց բանի առաջ։ Փաստի առաջ։ Ես մտածում էի, որ կարող է պատահի այդ հանգամանքները խանգարող հանգամանք հանդիսանալ, որ ասենք վաղ ամիսուրը ես կարող եմ պատահի հակառակ կեսվածք ընդունեի թիմում եւ դժվարացնեի այս կամ այն փաստաթղթի ընդունումը այդից սկսելը։ Քարամյանի այդ միջադեպը խորհրդարանում դա բան էր։ Համարյա մի տարի հետո էր, էլի։ Հա, դա առիթ էր։ Դա առիթ էր, ոչ թե պատճառ։ Հա։ Դա իր պատմություն ունի իհարկե, բայց բոլոր դեպքերում դա առիթ էր։ Բայց ձեր հետ նաև Նարեկ Զեյնալյանը դրբի տակ ընկավ ոնց որ էլի ինքը ուղղակի տենց որ մենակ չլնեք, ակնհայտ չլինի որ դիզայնին փորձում ազատվել։ Չէ, դա ինքը բանը, ինքը պարոն Քարամյանի հետ կապված այդ հարց միջադեպը որ եղավ, ինքն էլ ասենք թե ինչ-որ իմաստով անուղակի մասնակցություն ունեցավ եւ վարչապետի պաշտոնական, այսպես կոչված վարկածը մեր համար, այն էր որ հատտեղ բան ա եղել Քարամյանը ազատվել աշխատանքից, մենք էլ պետք է մանդատները վայր դնենք, որ ապահովի սիմետրիան, դա բանը ես գտնում եմ, որ դա լուրջ հիմնավորում չէր։ Երկու հատ բան կա, որ այտենց անդադ դրանց մասին խոսում եմ, մեկը որ ԿՊ-ում sense ինչ-որ բուրըն քննարկումներ են, ճակատներ են, որը փաստորեն դուք հիմա հաստատում եք, ես միշտ դրան այտենց չեմ հավատացել, որովհետև մասնավորապես դուք համարյա Հիսուսի հետ եք համեմատում այդ մարդուն, ոնց կարելի է իր այդ վիճել։ Եվ մյուսն էլ կար, որ ամեն ինչ SMS-ներով է, բոլորի ելույթները ուղարկվում են բան, որը ընդդիմություններ տանում, ու էլի ես շատ հակված չէի դրան հավատալը, որովհետև մի քիչ բան, բայց որը փաստորեն ապացուցվեց ինչ որ չափով։ SMS-ները։ Հա, որ անդադ տենց ինչ որ բան է գալիս, որ այ սրա մասին խոսացեք, սրան էս հարցը տվեք, էս շեշտադրումով, այ դա այդպես է, այդ կառավարման մեխանիզմը։ Նախ, այսօր ասենք բանը ինչա կոչվում է մարդիկ բանդակում դատավճիռանում անազատության մեջ Կալանավոր։ կան որ չի կանոնավոր դեր բանը դատապարտվածները դատապարտվածների 70%-ը ասում է որ ինքը անմեղ հետեւաբար դուք իմացածները պիտի այդ կոնտեքստով նայեք բնականաբար ես չեմ ելնելու Խոստովանը որ սենսա պիտի պաշտպանեմ չէ՞ ինչ-որ ձևով դուք պիտի նայեք այդ կոնտեքստով բայց դուք նաև պետք է նայեք այդ ամեն ինչը ընդհանուր բան համադրության մեջ, որպեսզի կարողանաք հետևություններ անեք։ Ես ասում եմ, օրինակ դուք ինձ ասում եք, որ ես Նիկոլին համատել եմ բան Հիսուսի հետ։ Այդ Նարեկը ասեց։ Հա։ Ես չեմ համատել Հիսուսի հետ, ես ուղիղ ձևով sense եմ ասել, որ երբ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, մտածեցի, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը դեմա եթե համոզիչ մարդը որ մտածում որ կարող էր այո, ինքը ես իրան շատ բարձր եմ գնահատել, ես իր առանձները շատ բարձր եմ գնահատել, բայց ես գտնում եմ, որ ինքը երկիրը ղեկավարը շատ դժվարագույն ծանրագույն իրավիճակում եւ որպես մարդ ֆիզիկապես, բարոյապես, քաղաքականապես արդեն ինքը մաշվել է եւ պետքա հեռանա։ Հիմա ես sense եմ ասում, վարչապետը ասում է, որ Աղազարյան Հովիկը բարոյական, մարոյական չգիտեմ ինչերի տեսքում ենքում, ինքն էլ չէ, հավայի չի ասում, ասում է, չէ։ Հիմա թե ինքը ինչ է ասում, իրականության հետ ինչքան ամոթիկ իր ասածը, ես արդյոք ինչքանով եմ անկեղծ իմ խոսքերի մեջ, թե ուղղակի պաշտպանվում եմ։ Դա դուք պետք է նայեք որպես սուբյեկտիվ գնահատականներ։ Բայց մի հարց կա, որ չենք վիճում։ Վարչապետը հերթատեսությամբ ասաց, որ ինքն է ՊԴԽ-ի նախագահին ասել, որ դե ուրեմն այո ջան, ասենք իմ ասածների մեջ հակասություն չկա։ Ես իրան առաջ բարձր եմ գնահատել, հետո ինքը կամաց եկել է արդեն հիմա ես վախենում որ ինքն էս որոշումներ կկայացնի, որ ասենք սարսափելի կլինի ավտորիտար ղեկավար դառնալու պայմաններում։ Դե արդեն դա ասել բանը վտանգավոր կարելի է։ Նրա մասն էր, այդ մշակույթը միշտ է եղել, ասենք 18 թվականից է եղել, թե։ Իմ դեպքում միշտ է եղել։ Ես հիմա որ գիրքը գրում եմ, մի քիչ բանը դանդաղեց, ասենք, հիմա գիրքը գրում եմ, ես այնտեղ որոշակի դրվագներ ներկայացնում եմ։ Ես միշտ եմ բանել, ասենք կուսակցության համապատասխան հարթակներում կամ խմբակցությունում ես միշտ իմ դիրքորոշումը արտահայտել եմ։ Ես շրջապատի համար այդքան էլ բան չեմ եղել։ Trouble maker եք եղել, ամերիկացիներ ասում են, որ անդադ խնդիր է ստեղծում, էլի նրանց։ Այդ ձևի կարակ համարեք։ Մի դեպքում կարող է սխալ եմ եղել, մի դեպքում կարող է ճիշտ եմ եղել, բայց այդ իմ պոզիցիան է եղել, այդ իմ դիրքորոշումն է եղել։ Եվ այդ իմ դիրքորոշումը շատերի համար ընդունելի չի եղել։ Նույնիսկ ասենք իմ շրջապատի ընկերների համար ընդունելի չի եղել։ Մեկի համար ընդունելի չի եղել, որովհետև այսօր այս բիզնեսն որ կարող ասես խոսա, մենք չենք կարող խոսալ։
մեկ եմ ընդունելի չի եղել, որովհետեւ պրյամոյ ուղիղ ձևով ասել են, որ սենս պիտի լինի, սենս պիտի լինի, շատերին դուր չի եկել էդի։ Օրինակ ես ինձ համար անդուր էր Խաչատուր Սարգսյանի պահվածքը խմբակցության նիստերին, ես էդի կարգավորել եմ, այնքան եմ խոսացել Հայկ Կոնջորյանի հետ, առանձին եւ ուղիղ, որ կարգավորել եմ։ Ես արել եմ էդի։ Այդ մասին դուք չեք իմացել, որովհետեւ այդ մասին դուք չպիտի իմանաք։ Հիմա եմ ասում, որ այս ինչ որ տեղի է ունենում, պատահական չի, ինչ որ բաների արդյունքը։ Ինչ էր անում Խաչատուր Սարգսյանը։ Օրինակի համար հերթագրվում ենք, որ ելույթ ունենանք, ինքը չէր հերթագրվում։ Բայց ելույթ ունենում։ Սպասում էր, սա խոսում են, բրծնում են, հետո նոր կարելի է ու երկար խոսում էր, ասենք ես պիտի խոսայի 3 րոպե, ինքը կարող խոսալ մի 10-15 րոպե։ Դա շատ անդուր էր, որովհետև ինքը Խաչատուր Սարգսյանը ուրիշ աշխարհի մարդ է։ Ինքը բիզնես աշխարհի կայացած բիզնեսմենն է, հիմա ոնց է ստեղծել առաջի միլիոնը, ոնց չի ստեղծել, թող հետո թողնենք Նիկոլի Խղճին, որ տարբերակումներ անում։ Բայց բոլոր դեպքերում ինքը կայացած բիզնեսմեն է, թող է իր բանով արի։ Գալիս է մտնում խորհրդարան եկել է որ ինչ։ Դասական օլիգարխիայի ներկայացուցիչ է ինքը։ Ես էլ իր դեմ, իր նմանների դեմ ա եղել պայքարը։ Կոմպրոմիսի եք գնացել այն սկզբից, էլի, որ Ո՞վ է կոմպրոմիսի գնացել։ Ես վարչության անդամ չեմ եղել։ Եթե ես վարչության անդամ լինեի, կամ ինքը չէր հաստատվի բանում, ցուցակում, կամ ես դուրս կգայի վարչությունից։ Ձեր ելույթներից մեկում հարցազրույցներից ասել եք, որ բոլորս էլ այլասերվում ենք, կոռումպացվում ենք ժամանակի ընթացքում իշխանության մեջ լինելով, այսինքն այդ ընդհանուր է եղել, թե ինչ որ որոշները ավելի շատ են այլասերվել, հա, իշխանության։ Նայած իմունիտետը շքան բարձր է։ Հա։ Նայած իմունիտետը շքան բարձր է։ Իշխանությունը այլասերելու հատկություն ունի։ Բայց դա մորա չէ կայացած երկրներում օրինակ Ամերիկայում երկու անգամից պրեզիդենտ չպիտի դառնաս կամ նման բան կամ եվրոպական ասենք դեմոկրատիայի մի քիչ ուրիշ ձևի այնտեղ նես չի որ մի ուժը միշտ գերիշխող դերակ ունենում հավասարակշռություն կա եւ այլ հիմա երբ որ դու 8 տարի անընդհատ իշխանություն ես եւ ճնշող մեծամասնություն ես դու չես կարա չայլասել դու էդի մարդուց կախված չի դաժե էդի միջավայրն է այդպեսին դարձնում Okay. Իջավայրն այդպեսին դարձնում։ Մի հատ էլ Սլավիկի համար այս գործը չեմ անի, չեմ օգնի Սլավիկին, որտեղ Սլավիկը ով է։ Սերգեյ Մրկանեմ, Սերգեյ Մոտիկա։ Սերգեյը Գարստանը տենում այդպես Ֆրանսիա, մանգալու, կապ գործողման գալիս է ջեբես մի $10,000 փող ադանում։ Ոչ կաշառք չի։ Իմեկելա փողը տալիս ինչ կա դե։ Այդ ձևի է։ Okay. Բայց մեկը մի տեսակ բարությամբ եք խոսում ձեր որոշ նախկին գործընկերի հետ կապված, նույն վարչապետի հետ կապված, երբ ասում եք, որ նա մեզ շատ էր սիրում, արդյունքում ավելի պինդ էր գրկում, որ ավելի պինդ էր գրկում, մենք խեղդվում էինք, այդ մետաֆորան այդքան լավ չեմ հասկանում։ Բայց ինչ կա դե չհասկանալու, որովհետեւ ինչ նշանակում ավելի պինդ է։ Այսինքն սիրով ավելի ուժեղ սիրով է շրջապատում։ Այդ միտքը հաստատ իմն է, երևիցե բանա, այդ համաշխարհի մեջ չի եղել, որ շատ ուժեղ սիրել պետք չի։ Որովհետեւ երբ որ շատ ուժեղ ես սիրում, ուժեղ ես գրկում։ Երբ որ ուժեղ ես գրկում, կարող խեղդվի այդ քո սիրելը։ Բայց ամեն զուգահեռ ասում եք, որ իրան դուր չեկա, որ սենց հասեցի, իրան դուր չեկա, որ էդի ուրեմն չէր սիրում։ Կամ մենակ ձեզ չէր սիրում։ Ախր ես այդ խոսքերը որ ասում էի, դրանից հետո ուրիշ բաներ էի ասում, չէ՞ որ բան չէ, ասպես խոսքերը դատարկ գնալից։ Ես դա ասում էի, որպեսզի ցույց տամ, որ օրինակ եմ, լավ, հիմա ես շատ սարսափելի բան չի, պատմեմ այդ էպիզոդը։ Սա սարսափելի բան չի եւ արտահոսքի բան չի, թեմա չի։ Բան պիտի լիներ, անունիչը։ Նախաձեռնողին իսկ պետք է լիներ, վարչապետը չկար, համար թե մարդ չկար։ Մի քանի քիչ մարդիկ էինք։ Հաջորդ նիստի ժամանակ որ վարչապետը կար, ես իրան ասեցի, պարոն վարչապետ, օրինակ եմ ինչի նախորդ նիստը չկայացավ։ Ինչի չկայացավ նախորդ նիստը։ Դե ասա բաճաներ բանը, ես իմ ուրիշ տեղ ժողով աղել ինչ աղել, միստերի իր համար չէ, դիմա ինքը մարդ է, ինքը այդ իմաստով շատ պատրաստական է, ամեն ինչ անում հարմարացնում է, որ չբացակայի, եւ 1001-ը, ես ընդհանրապես չեմ բացակայել, ինքը 1001-ը բացակայ է։ Հա, մեկ էլ դες խոսակցության մեջ որ բան արեց, մինիստ հետո էլի քննարկում ենք հարց, ասեց որ հաջորդին կքննարկենք այս օրակարգը, ու ասեց որ ինքը չի լինելու։ Ու ասեց որ բանա, դե կազմակերպեք որ Աղազյանը վրա չխոսա, էլի։
Առիթությունն է խոսալու։ Շատ ֆունկցիոներները շատ ասին բամոն, բանես կոմենքում չկայացավ հաջորդ նիստը։ Չկայացավ, ման։ Այսինքն մի անձնյա, մի անձի շուրջ Բայց չկայացավ։ Բայց հենց այդ իմաստով եմ ասում, որ շատ է սիրում մեզ պահում իր գրքի մեջ։ Բայց եթե թոնի մենք ծրվում ենք Եթե հունարեն թարգմանենք, հնչի ավտորիտարիզմ։ Այո, եւ հիմա կամաց այդ ավտորիտարիզմը արդեն բանը ավտորիտարիզմը մի քիչ մնաց, դեմը չառնենք, դառնա բռնակալություն, ավտորիտարիզմն է մեր համար վտանգավոր, բռնակալության մասին չխոսանք։ Պարոն Աղազարյան, Հիմա ես կներեք, Նարեժան, ես ուզում ասեմ, որ իմ երեկվա գնահատականների 3 չեմիսովա գնահատական Նիկոլ Փաշինյանին եւ այսօրվա գնահատականի մեջ հակասություն չկա։ Հենց այդ տրանսֆորմացիան է եղել, որ երկար ժամանակ իշխանության լինելով ծանրագույն վիճակում ինքը արդեն սկսում է իր շրջապատին չհավատալ, այս չանել, այն չանել, սաղ պատասխանությունը վերցնել իր վրա, որոշումներ կայացնելու պատասխանությունը վերցնել իր վրա։ այլ sense ինչ-որ բան ջերմ տոներով եք իրան նկարում։ Մենք ունենք կլիպ, որտեղ դուք ասում եք, մենք ես իր ամենահավատարիմ մարդն ենք, ու ունենք կլիպ, որտեղ ասում եք ինքը պետք է հեռանա, այստեղ հակասություն չկա։ Իհարկե չկա։ Այստեղ այսինքն շոշափելի Իհարկե հակասություն չկա։ Ես ուզում եմ, որ ինքը հեռանա իշխանությունից, որ գնա հանգստանա։ Որտեւ ինքը սպառվել է։ Ձեր ասած ինքը փիլիսոփայական ոլորտից է։ Այո, իշխանությունը այլասերում է, բան անում, փոխում է մարդուն, բայց ինչ որ կոնկրետ շոշափելի բան որոշում կայացնելու մեջ փոփոխություն չենք տեսնում, էլի, այսինքն Պրինցիպի մենք որ նայում ենք, միշտ էլ տենց է եղել, միշտ էլ տենց մի անձնյայի բան է եղել, նույնիսկ ինչ մարդա մեկ ասել է, որ դե ուսապարկեր լիներ, մեկը քվեարկելու են, այսինքն որտեվ Նիկոլի ուսապարկներ, այսինքն այստեղ ինչ որ նոր բան չկա, ինչն է փոխվել, տենց առանձնապես փոփոխություն, հայրը տենդենսը կար մի անձնյայի։ Չէ, այդ ձևի չէ, օրինակ հիմա 2 տարի առաջ այդ ձևի չէր կամ 3 տարի առաջ, բացառված է։ Ես նույնիսկ հալավոր իշխանություն չէինք, Նիկոլ Փաշինյանը խմբակցության ղեկավարն էր եւ նախագահական ընտրություններ էր, այն խորհրդանավոր ընտրություններ էր, այդ ընտրությունների մասնախոսքը խմբակցությունը երկխմբակցություն առաջարկել էր Արտակ Զենոնյան տեխնատեսությունը, ես վարչության անդամ էի այդ ժամանակ, առաջարկել էր Արտակ Զենոնյան տեխնատեսությունը առանց վարչության հետ քննարկելու եւ շտապողականության որևէ բան չկար։ Ես վարչության նիստի օրակարգում ուզում էի մտցնել հարց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին։ Այդ որ թվին 17, 18։ Դե հեղափոխությունից մի քիչ առաջ։ Հեղափոխությունից մի քիչ առաջ։ Երբ էր այդ բանը որ բանը ընտրվեց նախագահ։ Չէ, Արմեն Սարգսյանը որ ընտրվեց նախագահ։ Արմեն Սարգսյանը։ Արմեն Սարգսյանը որ նախագահ այդ ժամանակ։ հիշում եմ, ելքի ժամանակ։ Այսինքն ես կներեք իհարկե ես ասես տնած ինձ համարում եմ քիչ թե շատ համարձակ մարդ, բայց այդ ժամանակ մենակ ես չէի, որ կարա այդպեսի բաներ անեի, խոսայինք, եւ ինքը լսում էր մեզ, եւ շատ էր հաշվի առնում մեր կարծիքը, այս կամած այդ բանը եկավ վերացավ։ Իսկ այդ դրվագը, երբ որ ձեր կուսակից գործընկերը համեմատեց բոլորին իր կուսակիցներին ուսապարկերի հետ, այդտեղ եղավ ներքին քննարկում, որտեղ օրինակ, եթե ես ելնեի ԿՊԱ-ական, Աստված միավորած, ես լիքը հարցեր կունենայի սույն սուբյեկտին ու տենց բավականին մեծ խմբակցություններ այդ ժամանակ։ Դե հիմա դու բանա մենք ասենք Վահագ Ալեքսանյանի խոսքերը մի քիչ տրանսֆորմացնում ենք ուրիշ ձև։ Ախր չէ, չենք տրանսֆորմացնում։ Հա, բարձա ուղիղը տենց չի ասել եւ դուք էլ ուղիղ չեք, բայց ընդհանուր տեքստը կարդալ, կոնտեքստը վերլուծել դա։ Բայց ցավոք սրտի հետագայում ինքը ворթեգրեց այդ քաղաքականությունը կոնկրետ ինքը եւ ամեն ինչ արեց որ բոլորը իրենց զգան որպես ուսապարկը։ Տեսել է, բայց ներսում տենց հաշտեին այդ բանի հետ, հա։ Չէ, ո՞վ կարող հաշտել են։ Okay, դե գոնե։ Չէ, հա, չէ։ Լավ, պարոն Ազանայք։ Եվ ոչ մեկը չի ժողտում, ես միշտ էլ ասել եմ, ասեմ, ես պատգամավոր եմ դառել, կոպիտ ասած 95%-ը ասենք թե վարչապետի շնորհքն է, 5%-ը կամ ես այդ շնորհքը գոնե 2%-ը իմ անձնական որակների բանով է, բայց մենք 0 չենք։ Ինչ որ պահի մի օր, քանի որ սրա մասին խոսակցությունները արդեն էփվելու են, impeachment հայտնելու վերջի պատուհանն է, այսպես, քանի որ ընտրություններից արդեն 6 ամիս առաջ չկա, ու ինչ որ պահի ինձ թվում է գալու է այդ թուղթը, որ տարբեր падգամավորներին ու սկզբում բնական է ընդդիմադիր խմբակցություններից, հա, Հայաստան Դաշինքի եւ Պատիվ ունեմի կհավաքեն ինչ որ ստորագրություններ, բայց դրանից հետո տրամաբանական ձեր եւ ձեր գործընկեր Հակոբ Ասլանյանին են մոտենալու այդ թղթով, որ impeachment հայտնելու։ Հիմա ձեր սաղ բանը ասում է, որ այս մարդը գնում է դեպի ավտորիտարիզմ, արդեն մաշվել է, ել չպետք է կառավարի,
ու ձեզ վերում են այդ թուղթը, ձեր գործողությունները։ Քիչ ժամանակ ամնացել ընտրություններին, ես նույնիսկ կարծում եմ, որ բան լինելու է արտահայտ ընտրություններ, նաև այդ պատճառով դրա իմաստը չկա։ Իդեպ, կարծեմ մի 10 օր առաջ Եվ նա կներես, եկեջան, նաև ուրիշ իմաստով մենք չենք գնա այդ քալին, որտեղ եւ պարոն Ասլանյանը եւ ես մենք հայտարարել ենք, որ մենք չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքված։ Իսկ եթե իրանք չեն նախաձեռնում, ասենք քաղաքացիները սկսում են տենց բանը մոտենում են, ինչպես այդ խմբակցությունները։ Դե բանը գա, իրավիճակը գա կողնորոշվենք, ասենք բանը։ Եթե չեք բացառում տեսականորեն, թե բացառում եք չէ։ Մի հատ տարբերակ կա, որ չեմ բացառում, բայց որի մասին չեմ ասի։ Okay, մի 10 օր առաջ էլ տենց մի բան ասիկ դեռ չեմ ասի, ասեցիք մի քանի օրից հրաժարական կտա վարչապետը, հիմա բան չեմ ասում, բայց որ հրաժարական տա կամ չտա, նոր կասեմ ինչի պետք է տար կամ չտար։ Հիմա ոնց որ թե անցավ մի քանի օր է, չէ, չի անցել։ Այսինքն ամեն օր սպասենք, կարող է մի 2-3 օր կա։ Շատ հավանական է, որ կտա լուրջ Միջև մերез եթերը նույնիսկ։ Այո, ինքը Բայց ինչի, ես իրապես քանի տոկոս հավանականությամբ է 60-70% հավանականություն որ ասենք ոնց բանանեմ նկարագրեմ իրավիճակը։ Եթե ես հիմա թիմում լինեի, հա ինքը հրաժարական էր տալու։ Թիմում այդքան դիմաց։ Հրաժարական տալու ոչ թե բանը վարչապետի հեռանալու, այլ հրաժարական նորությունների գնանք, ինքը հավակներ։ Եթե ես թիմում լինեի, հա հիմա ինքը բան հրաժարական։ կարող է այդեն հրաժարականն է, ոնց որ Մարգարետ Թետչերը մի անգամ հրաժարական տվեց, որտեղ զգաց հիմա հարմար պահա նոր ընտրությունների, որ կարանք շատ ձայներ հավաքենք։ Դա 21 թիվը չէ, մի րոպե հետո արդեն արել ենք։ Okay, դրա մասին չէ։ Լավ։ Դե սպասենք, բայց հիմա մյուս հա, այս թեման իրոք, եթե լինի ինչ որ մի պահ, ասենք թե հրաժարական չի լինում կամ լինում հրաժարական նոր ընտրություններ են։ Եթե լինում է sense մի հատ վիճակ, որտեղ կամ պետքա ընտրություններից հետո, չէ, ընտրությունների պահն է, հիմա ընտրություններ են, հիմա կամ պետքա ԿՊՆ դրել ու մյուս կողմից Քոչարյանենք են, մյուս կողմից Սերժենքեն։ Ու համաձայնվեք մի քիչ միամիտ կլինի մտածել, որ մասկը կարա մեծամասնություն վերցնի, ստեղ դժվար դիլեմա է ստեղծվում, էլի, մի կողմից հա նախկիններին միանշանակ դեմ եք, մյուս կողմից ստեղից զգում եք ավտորիտարիզմի վտանգ, դժվար վիճակում եք, ինչ եք անելու, ում եք աջակցելու, եթե ասեք մենք մեզնով ենք գնալու, դա կարա դիտվի որպես ձայների փոշիացում, ոնց որ տեսանք Գյումրիում, ու էլի ԿՊ-ին աջակցություն, ինչ կանեք, եթե լինի նախկիններ, ներկաներ, սենց սև ու սպիտակ դիլեմա։ Ես ուրեմն պատասխանեմ, եթե չբավարարի պատասխանը, մի հատ էլ։ Ուրեմն իմ բանաձևը հետևյալն է, պարոն Ասլանյանի եւ իմ ձևակերպած բանաձևը հետևյալն է։ Մենք չենք համագործակցելու իշխանություն ձևավորելու իմաստով, էլի նաեւ։ Չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, առանցքի շուրջ գտնվող քաղաքական ուժերի եւ անհատների հետ։ Բանաձևի մի մաս մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Պատասխանում եմ դեր հարցին թե չէ։ Չէ, նայեք, ախր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առանցք դա զգուշ դիվանագիտական պատասխան է, հասկանում եմ չէ։ Հիմա եթե ձեր ուսակիցներին հարցում անենք, հավանաբար իրանք կասեն, որ մենք էլ ենք գտնվում Սերժ Սարգսյանի առանցքում։ Հիմա իրանք հակառակում չես համոզի։ Ոչ էլ նման խնդիր ենք դնում արդեն անկեղծ ասած, բայց հենց հայտնվում է ինչ-որ մի հատ նոր մարդ, արագ այդ նույն կայքերով, որին շատ լավ ծանոթ եք, գնում է որ այս ինչը կապված է այն ինչի հետ։ Ու վերջ։ Ու արդեն կապը Օրինակ Ռոբերտ Մխիթարյանին ոնց սիրում ես մի քանի հոդվածով Սերժի մարդն է։ Շատ ճիշտ է։ Էլի մի հոգի էլ կարծեմ։ Շատ ճիշտ է։ Եվ այդքան պարզունակ չպիտի լինենք։ Ասենք նույնիսկ այն մարդիկ, որոնք հայտարարեն, որ օրինակի համար, որ իրանք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ բան չունեն, ասենք ընդհանուր ճանապարհ չեն ուզում գնալ, չնայած երեք իրանց հետ են եղել բան, այդպես ես կամարեմ, որ իրանց առանցքի շուրջ չեն։ Եվ կանադացի չէ, ներողություն, Կանադայի քաղաքացի Բագրատ Սրբազանը Կրեմլի ագենտն է։ Այդ ընդամենը մի քանի հոդված, ինչ որ մի հատ տեսանյութ ու մարդկանց մի զգալի, նա սկսեց դրան հավատալ։ Հիմա դուք անկեղծ դրան հավատում եք։
այդ դրբիտակ ես էլ ընկա որպես Կրեմլի ագենտ։ Տեր Բագրատը չի կարող լինի հայաստանապետության վարչապետ, որովհետև ինքը այս քաղաքացիության բանից կապված խնդիրներ ունի։ Հարցը դա չի, Հարցը հարցը ոչ դա չի։ Կանադայի քաղաքացի էր, մեր սրբազաններ, հայ, մի հոդվածով մի 100,000 հոգի առնվազն իրան սկսեց ընկալել որպես Ռուսաստանի ագենտ։ Ու դա այդպես տարածվեց։ Բան Հիմա չեմ այդ ասում։ բանը ինչ որ մեկի վրա քսելը այնքան հեշտ է։ Ես համաձայն եմ դրա հետ, եւ հետեւաբար ես ինքս այդ նախնիներ ներկաներ ասած այդ բանը դիլեման, այդքան միանշանակ չեմ ընդունում։ Օրինակ ես մանիկոմնակից չեմ, որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանից բարևելա կամ իր ժամանակ ինչ-որ պաշտոն ունեցել, ոչ բարձրաշրջան պաշտոն։ Դե բանը, բայց հիմա բանը արտադրության նախարարը, որ մենք ունեինք, Գրիգոր Մինասյանը, բան չէր ասենք Միքայել Մինասյանը շատ ավելի մեծ խնդրեմ աշխատել է, այդ բանը այդքան հաշվի չի առնում։ Հետո մի հատ էլ աղջիկ է, չէ՞, որ իմացածս ուրիշ է։ Քոչարյանի գրքի շնորհանդեսին իրան էին ուզում դա։ Հա, իմացածս ուրիշ է։ Ես մեկ կարանք ասենք մեր վեճը տեղափոխենք ուրիշ տեղ։ Դուք համաձայն եք, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ բոլոր ընտրությունները եւ նաեւ ուշ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, թե համաձայն չեք։ Չէ՞ կարանք վեճը տանենք։ Չէ՞ կարանք մենք վեճը տանենք։ Այստեղ ով որ ընտրությունները կեղծում է, իմ համար պետական հանցագործ է։ Դե ասեմ ավելի ինձ թվում է անուղակի կեղծվել են նաև բոլոր ընտրությունները հիմա էլ։ Հիմա ինչու՞վ է կեղծվել։ Որովհետև երբ որ մենք գնում ենք դպրոց ու ասում ենք կոլեկտիվով կգաք, կգնեք, չգիտեմ, Ավինյանի ցույցին Դա բանը, դա այդքան կեղծիք չի, ինքան անֆիլատրելի բան է։ Նաև ասված է, որ իրանք պետք է գնան քվեարկեն հաստատ ոչ Ռուբեն Մխիթարյանը։ Այ հենց հիմա պարոն Ասլանյանը եւ ես օրենքի նախագիծ ենք ներկայացրել, լավ է առիթն եղավ խոսանք։ Օրենքի նախագիծ ենք ներկայացրել ընտրական օրենսգրքում փոփոխություն մտցնելու մասին, որի էությունը կայանում է հետեւյալում, որպեսզի քվեախցիկները հակառակ դրվեն։ Անցել ենք, սկզբից տենց էր, որովհետեւ այդ մենք դպրոցներում ասում են դասատուներին կազմակերպում են, մանկապարտեզում աշխատողներին կազմակերպում են եւ այլ, որ կան քվեարկեն ասեն կաղազային հովիկի օգտին, հետեւաբար նաեւ առաջանում է բանը, այսպես կոչված երազգործություն անելու անհրաժեշտություն առաջանում։ Նկարել, այդ է բացառելու բան, որովհետեւ երբ որ քվեախցիկը դրվի հակառակ եւ դու մեջքով լինես քվեարկելու ժամանակ դեպի Նախտակ ասեն նկարում եք։ Չէ, էդի մի անգամից Վենետիկի հանձնաժողովը օրինակ ասել է, չէ, ես 5 տարի աշխատել եմ այդ որովհետև դա շատ կոպիտ խախտում է, երբ որ տեսախցիկ նայում է եւ կարա տեսնի Չէ, տեսախցիկը պետք չի նայի իրան։ Տեսախցիկը պետք չի նայի, եւ պետք է ինքան հեռավորության վրա լինի, որ իր շարժումները չնկատես։ Ես ասում եմ, ոչ մի իրական մատերի թանաքոտումից սկսած այդ բոլոր ստադիաները Դե հիմա բոլոր դեպքերում նայա քո ասածը, որ բանը վարչական ռեսուրս բանը օգտագործելը դա անթույլատրել է, բայց դա այդ կեղծ չի։ Իսկ հիմա ինքը անկյունակարային է, որովհետեւ տեսեք, մենք անդադ խոսում ենք, որ այն ժամանակ ինչ որ կեղծվել են Այնպես չի որ ավելի մեծ թվով ապացույցներ ունեն դրա, բայց այդ նույն վարչական ռեսուրսը այն ժամանակի լա աշխատել։ Վարչական ռեսուրսը միշտ էլ կիրառ, միշտ օգտագործել։ Երբեմն դաժե քեզ ընդդեմ է կողնել է հավանաբար։ Երբեմն քեզ ընդդեմ քեզ է դա կիրառվում։ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ քաղաքապետարանի աշխատողների 70%-ը քվեարկել է ԿՊ-ին դեմ։ Կերար։ Վարչական ռեսուրս չի։ Եթե ԿՊ-ին դեմ քվեարկելով Արամ Սարգսյանի կուսակցությունն է քվեարկել, հետո տեսան որ այդ բառով ԿՊ-ին կողմ։ Արդյունքում էլ գումարվեցին էլի չէր էլի քմտաները Վարդան Ղուկասյանի շնորհիվ բանը Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Դա բան չէ։ Հիմա բոլոր դեպքերում Սերգեյ հարցին անդրադառնալու դա շատ անկյունակարային հարց է։ Այսօր մեր բանաձևը դա է։ Իրանց հետ չենք համագործակցելու, Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ։ Ասենք եթե խորհրդարանում լինենք 3 ուժ պայմանական Սերժ Ռոբերտ, քաղաքացիական պայմանագիր, պայմանական կներեկան համեստության համար եւ մասկը մի քանի ձայնով ասենք թե օրինակ, որը այսան գնան են սալնում, այնյան գնան են սալնում։ Մենք ասել ենք դու գնացեք ենքո։ Հա, հասկացա։ Այստեղ ասել եք պիտի վարչապետը չի։ Այսինքն պայմանական, եթե ընտրություններ արնում Փաշինյանը չկա, Ավինյանն է առաջադրում որպես վարչապետի տեխնացու, ինքն առաջնորդում, в принципе խնդիր չունեք։ Եթե ուրիշ տարբերակ դուք չեք կարողանում հիմա մտածել։
Չէ, ԿՊ-ի ներսից նես չի որ ընտրությունը շատ մեծ է։ Հաստատ նավակ ճոճողը չպետք է։ Բայց ես ելնեմ։ Ահ, ԿՊ-ի ներսից։ ԿՊ-ի ներսից չէ։ Well, դա շատ քիչ հավանական է։ Ես ելնեմ։ Դե քիչ հավանական, բայց տարբերակ է, քիչ հավանական է, մեկ էլ ասածը կանենք այս Մի անգամ դες ինչ որ Արարատ Միրզոյան անունը պատտվեց, Ավինյան ու Չէ։ Հիմա մեր ասածը ավելի լուրջ ավելի խորքային է եւ մենք հիմա ծրագիր ունենք եւ մենք աշխատենք այնպես անենք որ մենք մենակ չենք գնալու ընտրությունների բնականաբար մենք հիմա ծրագիր ունենք այդ ծրագիրը պիտի նյութականացնենք եւ ընտրությունների գնանք խոշոր կոնսոլիդացիայով այդ խոշոր կոնսոլիդացիա ու լուրջ մեկ էլ հիշում եմ ձեր Գյումրիի տեխնացուին Մարդ Արտյոմ Թումանյանը դա լուրջ տեխնացուի ընտրություններ օրինակ Գյումրիի մեր տեխնացուն ավելի շատ ձայնը հավաքել քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 16 թվականին Իտալիայում մի հատ պորնո աստղ էլի մասնակցում էր ընտրություններին տասնյակներով անգամ 100,000-ներով ավելի շատ ձայներ հավաքել կան այդտեղ են այդ բանի ֆրիկի օգտագործումը ինքը միշտ էլ աշխատում է մարդիկ տենց հումորի համար ինչպես առաջ Չակ Նորիս էին գրում հիմա էլ երևի մարդուն են թե բայց որ համաս մեկ լուրջ ինչ որ պլաններ ունեք համ ձեր ընտրությունը ինքն է մարմնավորված այստեղ դիսոնանս եմ տեսնում նախ մեր Գյումրի մեր տեխնացուն մենք սատարել ենք իրան մեր համակիրների առաջարկության հիման վրա եւ մենք ոչ էլ փոշմանել ենք դրա համար եւ ես կարծում եմ որ այնքան ձայները որ հավաքել է իհարկե քիչ է դա այդ ֆայտոնը վիդեո նայելուց հետո փոշմանալուց միշտ իօքուտ իշխանության են ձայները երբեք իօքուտ բան իհարկե բա որ այդ ձայները կարող են ներկապեին ինչի պետք է ներկապեին բա ում է եթե ձայները Վարդան Ղուկասյանն եւ Մարտուն Գրիգորյանն սենսենից դարույն է Իրանց ձայները ավելի շատ Վարդան Ղուկասյանի ձայները Մարտուն Գրիգորյանի ձայները դրանք բանա կոպիտ ասած միորտվի ձայներ են Փոշյանալու բանը զուտ պրոպորցիայով միշտ գնում է իօքուտ նրան ով ամենամեծ կտորը ունի դա միշտ իշխանությունն է որովհետեւ ունի այդ վարչական ռեսուրսը Հիմա դուք ինձ բանը դու ինձ Եթե Մարտուն Գրիգորյանը ավելի շատ ձայն հավաքեր քան Սարիկը ես կընդունեի բայց դա ավելի բարդ է մեր քայլը ես չեմ համարում ինձ դուր եւ մեր քայլը արդյունք տվել է բայց այդ արդյունքի մասին ես չեմ ուզում խոսամ Եթե հետևում եք մեր հաղորդումներին լսած կլինեք Tech Startup սերիալի մասին Այդ մենք ենք գրել, նկարել ու հիմա հանձնում ենք ձեզ Այն կարող եք դիտել Wink Online կինոթատրոնում, այս բան արդեն 4 թե 5 թե ավել սերիաներ նկարած են, կարող եք միանալ ողջ սեզոնը 8 սերիա դիտել այնտեղ։ Բաժանորդագրվեք Wink-ին հենց հիմա, որպեսզի դիտեք հենց հիմա։ Հենց մեզ։ Սկսենք հարցազրույցը, ես հարցեր էի պատրաստել։ Այդ ռազակ չեք խմում, պարոն Աղազարյան։ Գինի։ Գինի, հա, քանի մեքենայով եմ։ Հա, մեքենայով։ Okay. Okay, ես իմ ձեռագիրը լավ չեմ հասկանում, բայց հիշելով։ Բժիշկից։ Մենք չանդրադարձանք մեկ էլ արտահոսքի թեմային։ Պետական գաղտնիք պարունակող ինչ-որ էլեմենտներ, բան բոլոր հարցազրույցներն այլ եմ, principi գիտեմ, ինչ եք ասելու դրա համար, ինձ ուղղակի հետաքրքիր է ամեն դեպքում, okay, նույնիսկ եթե ինչ-որ լուրջ գաղտնիք պարունակող բան չի, այդտեղ մի քիչ էս բան եմ անում, principi շատ սխալ էր իհարկե այդ կիսվելը նամակագրության բան, բայց եթե նիստերից հետո շփվում էիք, ասենք պայմանական ասենք անիմադիր լրագրողների հետ ու նիստում եղած ինֆորմացիա, նույնիսկ եթե պետական գաղտնիք չի, չեք կարծում, որ դա շարժեր էլի տենց տրամաբանությանը դեմ է լինել տենց բևեռացված դժվար վիճակում երկիր, որտեղ տենց բոլորը ատում են առանց շատերը իշխանությանը տենց շատ կրիստալիզացված է այդ ատելությունը ու տենց ինչ որ այդ մյուս ճամբարին նույնիսկ գաղտնիք չպարունակող ինչ որ ինֆորմացիաներ տայիք նիստի մասին։ Ուրեմն եթե որևէ մեկը այցում նաև Հովիկ Աղազարյանը իր թիմի նիստերից ինֆորմացիա, ասենք, չնայած մի դեպքում զրուցել եք ինչ-որ բան են խոսացել, ասենք, խոսքը գնում է պարբերաբար, չէ՞ մեթոդական, ասենք։ Եթե գնում է այդ քայլին, որ իր թիմի նիստերից ինֆորմացիա տալիս լրագրողներին, թիմի մակարդակով կոնֆիդենցիալ ինֆորմացիա, ոչ պետական գաղտնիք պարունակող, ես դա համարում եմ դավաճանություն։ Չէ կարելի այսինքն։ Եվ հետևաբար, երբ որ այդ ամոկը որ բարձրացավ, ես ասացի բերեք իմ հեռախոսը, վերցնենք երկու լրագրողների խնդրենք, գան։ Խոսքը պետական գաղտնիքի մասին չի։ Գիտեմ, ես դա եմ համարում բանը դավաճանություն։ Դե ինքն բանը չխոսանք նրա մասին, պետական գաղտնիքի մասին խոսելու բան չի։
թիմի հետ կապված որևէ կոնֆիդենցիալ բան ասենք, որ ինչ-որ միջոցառում պատրաստվում, որ ինչ-որ քայլ պետք է արվի, այդ ինֆորմացիան եթե տրվում է լրատվական միջոցներին, ապա դա ես համարում եմ դավաճանություն։ Հա, դա էլ չէ կարելի, այսինքն, որտեղ ձեր Ոչ ասածը մի չեմ արել, ոչ մի ներողություն գիտեմ, ոչ մի չեմ արել, այլ ես նաև բան եմ արել։ Ես խնդրեցի, որ լրագրողների ներկայությամբ իմ հեռախոսի պարունակությունը բերեն, դնեն սեղանի վրա, ասեն նայ, պարոն Աղազարյան, այսօր մեկ ես խոսացել ենք, այսի դու ասել ես սրան։ Այսօր մեկ ես խոսացել ենք, այսի դու ասել ես սրան, եւ ես կհամարեմ դա դավաճանություն եւ մանդատս վար կդնեմ։ Նույն խոսակցությունը ես արել եմ Ալեն Սիմոնյանի առանձնասենյակում, Բարսաշիջան հատուկ ծառայությունների պաշտոնյայի ներկայությամբ, Հակոբ Ասլանյանի ներկայությամբ, իմ 3 տղաների ներկայությամբ։ Ասել եմ բերեք հենց հիմա, իմ տղաներին հիմնավորեք, որ ես արտահոսք եմ պետական գաղտնիքի մասին, պետական գաղտնիքի մասին մորթե քցեկեն, չեն խոսում այդ պետական գաղտնիքը, դա քննարկելու բան չի իմ համար։ Արտահոսք եմ արել թիմից որևէ բանը։ Պատահական մի անգամ չհաշվենք, էլի մասն կարող միտեղ խոսանք, ասենք բանը, դա չենք հաշվում։ Արտահոսք կազմակերպել սիստեմատիկաբար, տղաներից ցույց տվեք, ասեք, նայեք տղաներ ջան, սենց։ Հենց հիմա մանդատս դիմումս գրեմ, այդ համ տուն չեղավ։ Ասեցի բերեք այն հեռախոսա նամակագրությունը, որ ես ունեցել եմ այդ տղայի հետ։ Բերեք տվեք, թող իմ տղաները կարդան։ Դե մոտ է հեռախոսը։ Եթե իմ տղաները կգտնեն, որ այդտեղ իրենք գլուխը կախելու առիթ պիտի ունենան, ես դիմումս գրեմ մանդատից հրաժարվեմ ու գնամ Կիևյան մոստ։ Էլի չասեմ օրինակի համար։ Բայց հիմա եթե ինձ մանդատից զրկեններ, ես 10 անգամ իրենց հնարավորություն եմ տվել։ Քարամյանը անուն կտար, մանդատից գտնեի, էդի անեի, մանդատից գտնեի։ Հիմա եկել են ինչ, եկել են գնախեր ոչխարների ջաներին ինչ։ Դնայք ձեր բարերով ասած ցենտր տղա, բայց ուղղակի ձեր ելույթ հարցազրույցներում ոնց որ արդարանակ ասում եք, դե կարող է խաշի շուրջ ինչ որ բան լսել եմ, հետո խորովածի շուրջ խոսացել եմ, կարող է ինչ որ պետական գաղտնիքին է վերաբերվում դա։ Ես պետական գաղտնիք կրող չեմ։ Պետական գաղտնիքին ծանոթանալը դա հատուկ ընթացակարգ ունի։ Պիտի գնաս գրես։ Բայց հասուն մարդ է կզգայիք, չէ, որ սա հաստատ չարժի ասել է։ Փաստականների հարցն է քննարկվում։ Իհարկե չարժի։ Եվ դա չի եղել։ Ու չի եղել փաստորեն։ Ու չի եղել։ Իհարկե կզգա եւ չի եղել։ Ալեն Սիմոնյանը իր հին հարցազրույցում ասում է, որ նիստերելնում գնում է ինտերվյու տալ, նիստերելնում գնում է ինտերվյու տալ։ Ամեն նիստից հետո չուց լինի գնում Ագենտ Սուրենավան Սուրենավանը մեր գյուղի անունն է։ Այդ բանը Լուսինե Շավերդյանը իմ ընկերոջս աղջիկն է, հրապարակ թերթի լրագրող։ Ես որ անունները տարբերակ եմ, հիմա հազար դեպի անուն կա գրած։ Ես գերի Սուրենավան, որ չխառնեմ յուսների։ Հերախոսի համար է գրած, հերախոսի համար է գրած, դա գաղտնիությունը որն է, ասա գիտի, չսարել։ Մի հատ էլ հետաքրքիր բան, 13 թվականին դուք նախագահի տեխնացու էիք Սուրենավանից մի հոգու մի քանի հոգի էին։ Սյուր չէր դա։ Գրքից մեջ այդ հատվածը կա։ Հա։ Գրքից մեջ այդ հատվածը կա եւ հիմա հիշում եմ այն վաղվա ժամանակը եւ հիմիկվա ժամանակը։ Հիշում եք որ ես ասացի որ ես սպասում եմ Մոսկվայից ընկերս պետք է գա։ Որը գոյություն ունի, որը գոյություն ունի։ Ու գա ու տնակ ինչ չի։ Այդ ժամանակ, որ ես Լենինգրադում էի ընտանիքով ստիպված ինչ-որ հանգամանքներից ելելով աշխատում էինք բան եւ այլ, արդեն եկել այդ պարտքերը պատրաստել պետք է վերադառնայի, ես որպեսզի վերադառնայի մեծ քաղաքականություն, ասեցի այդամ նախագահականությունների մասնակցեմ, փորձեմ մասնակցեմ, ինձ հիշեցնելու համար, ես գիտեի որ ես չեն գրանցելու, որովհետեւ նստակայության ցենզը չէր ապահովում։ Բայց ասի մի հատ հարցազրույց կտամ բանկանեմ, փյարվեմ, ապրեք, այդ բանը ասա փյարվեմ մի հատ, ասեք հիշեցնեմ, էլի մի հատ ժողովուրդն ասում ես եկել եմ, Բայց լավ, I said I'll be back. I have said I said վերջը ոնց անգլի։ I'll be back I'll be back, ես ասել եմ I'll be back եմ արել։ Դες ընտանիքում ասեցի այդ մասին, ոնց ընդունեցի, ոչ ոք կապ չունի։ Հետո եկա բան Երևան ուսանողական ընկերներս հետ հանդիպեցի 12 թվականին, 11 թվականին։ Իհաց էլ ասեցի 4 հոգու որ բան եմ անելու։ Ուզում եմ մասնակցեմ նախագահական ընտրություններին։ Դե ես լուրջ ընդունեցին, ես անլուրջ ընդունեցին, ու գնացի գործերը վերնոց Լենինգրադ։ Եկել մի որոշ ժամանակ հետո մոտիկ ընկերներս մեկը զանգում ասում է բանը, ես ինչ է բանում ա գտնում, Տյոմա։ Երկիս հերոսնա։ Տյոմա Լենինգրադում է։ Ժոնդում թե Լենինգրադում չի։ Տյոմն ահացի աշխատող է։ Տյոմա։ Ես գիտեմ։ Դա նիպրաստ է։ Հա, ահացի աշխատող է։ Հոսի Ժոնդում թե Լենինգրադում չի հետո ինչ, ունես մոտիկ չենք եղել, ինքը բան ուրիշ ֆակուլտետում եղել, ուրիշ ֆակուլտետում եմ եղել համալսարանում։ Դες մոտիկ իրանք են մոտիկ, ընդհանուր ընկերներ էին։
2 օր հետո, թե մի օր հետո Nevsky եղել եք Լենինգրադում։ Չէ, ցավոք։ Nevsky prospect-ը դա շատ բանուկ prospect է, շատ բանուկ պողոտա է, շատ սարսափելի բանուկ պողոտա է։ Տուրիստական։ Այս անկյունի վրա մի հատ գործ էինք անում մեր բրիգադերից մեկով, վերանորոգման գործ էինք անում, մի հատ էլ գործ կար մեկ ուրիշ տեղ։ Ես այդ գործի տեղից հելնում եմ, որ գնամ իմ գործի տեղը, տենում եմ ավտոբուսը գալիս է։ Էսյան տեսադաշտը ազատ է, էսյան տեսադաշտը փակ է շենքերը։ Վազում եմ գրեթե, որ գամ հասցնեմ թռնեմ ավտոբուսի մեջ։ Անկյունը թեքնեմ, որ թռնեմ ավտոբուսի մեջ, ճոմը դեմս կտրում է։ Էի պատահական հաստատ չէ։ Այդ մարդկանց մեջ։ Այդ լինում է, կներեք ընդհատեմ, մի անգամ որ ես էլ եմ այդ կողմերը եղել, տեսա ինչ որ մեկը տենց այդ տումբլերն ոնց է կոչվում այդ ասֆալտի փոխարեն քարերն է դնում, բուլեժնիկներն է դնում, տենց տեսա հայ է, ինչ որ հայերեն են խոսում, ասի բան պարզվեց, այն ժամանակ Դավիթ Հաշյանն է ապրում, մեր կողքի շենքից է։ Դա կրալի, բայց էսի, հետո մի օքիլ նկարում էի, չխ նկարեց, նկարներ, ասի ո՞ր նկարում չուն։ Այդ որ թիվն էր։ 12 էտյաներ։ Ասի Ասի նկարում բամոն, ասած է ոչինչ բան։ Ստիպած հրավերից տուն եկավ տուն բան, ասիկա ես հասկացա, որ ինքը եկել է բանը նախագահության հետ կապված էր հայտարարել, բայց որտեղից է իմացել չիմացա։ Հետո դե բնականաբար աղազերն հովիկ Ռուսաստան բանը նախագահական ընտրություններ ովքեր են թիկունքին, ովքեր չեն թիկունքին։ Բայց իսկ լավ էր աշխատում ասում։ Բան չեմ ասում, հետո ես ասես ճոմջան դե դու բան էլի հատուկ եկել ես։ Չէ, հովիջան բան, ասում ապա ես չեմ ներվում դրանից, դե դու լավ եմ զգում, շորիված եմ զգում, որ իմ համեստ տանձին դե ուշադրություն եք դարձել, բայց դե չէր կարա դու Nevsky prospect-ից անկյուն մի պատակատել էր այդքան մարդկանց, բացառված է։ Հետո այդ մեր յուղացի մեր ընկերոջը բանը ինձ երկու տարի մեծ բանը մեկի որ առաջարկեցին ավանում Հովիվ կարծեմ։ Չէ, հովիվ չէ ինքը պատմաբան շատ լուրջ Մի հոգի որտեղ հովիվ էր այդ շատ տարի։ լուրջ մարդ է բանը այդ եղավ թող ինքը չնեղանա իհարկե ես մտածում եմ որ բանը անդրադառնալու համար ասենք մի գյուղից երկու հոգի բան եւ այլ Անանավ всякий случай, դե չգրանցվեցի 4 հատ հարցազրույց տվեցի, ինձ իմ մասին հիշեցրեցի։ Մեր առաջի հանդիպումն ա եղել Արմենիզում, հիշում եք, չեք հիշում այս ժամանակ։ Մենք եկել եք հենց այդ հարցազրույցը 4-ից մեկը։ Ում հետ էի բանը։ Երևի Արտակի հետ։ Արտակի հետ, Ալեքսանդրյան Արտակի հետ էի հարցազրույցը։ Էդի այդ պատմությունը ունի, 96 թվականին։ 96 թվականին ես դաշնակցության գերագույն մարմնի նախագահն էի եւ կներեք ես միշտ բարելից խուսափել եմ ես բարից բան բայց իմ մի ուրիշ առիթի ավելի մանրամասն խոսանք իմ առաջարկության հիման վրա Լևոն Տեր-Պետրոսյանը դարավ չնախագահ այսինքն Վազգեմանյանը ստեյցն հաղթել էր դա կներեք իմ բանն եղել նախաձեռնություն Դա կարող է նմանատիպ նախաձեռնություն հիմա է ձևավորվում եւ արդյունքները կտենանք Իդեպ դաշնակցությունից հեռանալու մասին միշտ հեռացրել են այդ բանը, հա, մշուշոտ պահ է։ Կարող է ուզենակ էտել բարձր Անցած բառում եմ հարցնեմ, ասենք բանը Արտուր Իգնատյանից բանից թե բանը երբ կարամ փաստաթղթեր այսպես կոչված ռասեկրետի դալու չգիտեմ բանը այդ բանը որովհետեւ դե չէ հիմա բանը կա որ բանը հարմար չի ասել շատ բանը կա որ հարմար չի ասել բայց մոտավորապես նույն վիճակն ինչ որ հիմա մոտավորապես նույն վիճակն ինչ որ հիմա բայց ես անգամ ի տարբերություն այն ժամանակ որ ես երիտասարդ էի այս անգամ երբ որ ես մտա այս երիտասարդ թիմի մեջ ինձ լավ էի զգում եւ օրերից մի օր նստեցի հայրի դիմաց ես նայեցի իմ աչքերին ասեցի լսի դու 35 տարեկան չես 40 տարեկան չես դու 50 ո՞ր ինչա 58 տարեկան այդ ժամանակ 58 տարեկան մեծ մարդ ես քո համար դժվար կլինի որևէ բան քեզ կարգին կպահես ամեն ինչ չի որ պիտի ասես բանը ասում ես ինձ գլխով է անում համաձայնություն է հայտնում ինքս իմ հետ բայց պահեցի 64 տարեկան մեջ չկարողացա Okay Քանի որ հեռախոսներից խոսեցինք մի հատ sense շատ տհաճ դրվագ կար դուք էլ ասացիք որ մեկ նայում էի կարամ կոմեդին հետո ինչ որ բան ենք ասել այդպես չեք նայել
Օրինակ մենք էլ մեր հերոսներին հիմնական դες բավականին նորմալ ենք էլի վերաբերվում, բայց ինչ որ բան Իմ դեռ քո պատճառով չնայ, սկզբի մի վաղ չնայ։ Էսա։ Չէ, քո։ Հա, իմ։ Այո։ Հավանաբար Որտեղ երբ որ դու քաղաքականության մեջ մտար, այսպես կոչված, այդ ինձ չդզեց։ Բայց ես չմտա քաղաքական։ Մտած են քաղաքականներ են Լավ մտել էր։ Հետո բայց քանի որ շատ էի սիրում Ձեզ հեռացնելու բան արեցի։ նու նախին ձեզ հեռացնելու բոլոր շարժումներում կամ։ Բայց մի հատ դրվագ էր, ակտիվիստ կար Տաթև Արցախ անունով հայտնի, Տաթևիկ Վիրաբյան, ինքը տենց, ինձ ցույց է տվել այդ նամակագրությունը, որը տենց շատ տհաճ, շատ կոպիտ բառերով իբր թե ձեզ հետ էր այդ նամակագրությունը, հետո դուք էլ ասցիք հեռախոսս կոտրել եմ։ Բայց դա շատ համոզիչ չի էլի, որովհետև այս սաղ ընթացքում փաստորեն այնտեղ ինչ որ պետական գաղտնիք, ֆլան ֆստան sense բաներ կան, այդ հեռախոսը կոտրեցին ու այդ ամեն ինչը տենց ի հայտ չեկավ, հենց այդ մի դրվագով բան արեցին, գուցե հիմա ասենց ինչ որ վերականգնենք արդարությունը այդտեղ թե։ Դե հիմա ես չեմ խոստովանի, որ ես եմ այդ գրագրությունը արել, դու ինքս իվրը մտե բան սարքեմ, αλλά եղածների դեմ չեմ կարող պայքարեմ, հայկինա, որը վատ բանի համար չէ բայց հայ ես սադրվելու ունակ Հակում։ մարդ եմ։ Ինձ կարելի է սադրել, բայց ես միշտ էլ էդի կառավարում եմ։ Ինձ պետք չի վիրավորել։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում։ Ոչ մեկին, սա ախին հարգում եմ։ Բոլորի իրավունքները բաներ ամեն ինչ հարգում ընդունում եմ։ Ինձ պետք չի վիրավորել։ Չեք կարծում, որ այդ վիրավորանքները մասնավորապես նոյեմբերի 9-ից հետո բավականին հիմնավորված են, որովհետև ձեզ հանձնեցին երկիր մի քարտեզով, հիմա լնեք դրա մեջ չլնեք, բայց մասնակից եք։ Ձեզնից ստանում են երկիր այլ քարտեզով։ Եվ խոսքը արդեն միայն Արցախի մասին չի։ Ավելի մեծ տապալում քաղաքական օրակարգի, չգիտեմ, քաղաքական գործունեության, մեր պատմության մեջ հետ թողնելու, երբ որ քեզ վստահած երկրի քարտեզը փոխվում է ու դեպի մեծանալը չէ ամենևին։ Ունենում ես փախստականներ, ունենում ես մյուսը, ավելի վատ վերջնարդյունք անհնար է պատկերացնել։ Բայց ինչի՞ է քեզ թվում, թե դու եւ Տաթևիկը պետք է որոշեք, թե որն է ճիշտ, որը սխալ։ Չի՞ է քեզ դες թվում։ Բայց դա Եվ եթե քեզ իրավունքա վերապահում ես հայհոյելու, բայց դա ճիշտ սխալի ով համաձայն չէ։ Էլի կարող պատահի մի Բահարցի շուրջ Բանավիճյան եւ այլ տականակ մարդենք դու հայհոյես ենթադրենք թե։ Չէ, բայց դա նորմալ է։ Մի րոպե։ Կարող պատահի այդպեսի բան լինի, դա լա մարդկային, ես դա հասկանում եմ։ Բայց հիմա սարը դատում ենք, դա քեզ Տաթևիկին եւ Տեր Գապոնին իրավունքա տալիս բանանելու։ Ասենք հարցեր լուծելու։ Չէ, տեսեք, եթե այդ պահին նոյեմբերի 10-ին կամ 15-ին բոլորը վեկանեն ասեն մենք գիտակցում ենք որ սաղ պրավալ տվեցինք բան, հեռանում ենք։ Իսկ այդքան բանը որ հիշում ես։ Չէ, այդքան բանը Տաթև Արցախցու բանը որ առիթով էր եղել։ Դե ասա դա լասա։ Ստույգ դատան չեմ ասի։ Դա հեչ կապ չունի։ Ոչ։ Պատերազմից հետո էր, բայց ոչ բանը, ոչ պատերազմի առիթներ։ Երբ որ մարզահամերգային համալիրում դրոշը վառեցին, ադրբեջանցիների դրոշը վառեցին, մարզահամերգային համալիրում, ես մի հատ ստատուս գրեցի, որ ներողություն եմ խնդրում, լավ չեմ հիշում էլի ձևակերպում, ներողություն եմ խնդրում համաշխարհային ողջ առաջադեմ, հանգած որի մեկը չասի ես ադրբեջանցիների ներողություն խնդրում, ադրբեջանցի առաջադեմներից էլ ողջ առաջադեմ ժողովուրդներից այդ բանի համար ու ին վրա հարձակումը գնաց ադրբեջանցիներից գովերքումներն եկավ մեր կողմից եւ մի աղջիկ ինձ գրեց այդ օրը ու ինձ փրկեց այդ բանից արհավիրքից մի հատ աղջիկը տուն է կորցրել այնտեղ այդ մի հատ աղջիկը իր բարեկամի երեպապու գերեզմանին չի կարա գնա ես ուրիշ աղջիկի մասին եմ ասում Տաթևի մասին չեմ ասում Տաթևի պահով վիրավորական բաներ գրել հիմա չգիտեմ այդ պահին ես էի պատասխանել թե իմ ինչն էր պատասխանը ինչա անգել խրանից էր պատասխանը չգիտեմ Okay բայց բանը բայց էմոցիոնալ ավել դաժե սա իմ պատկերացումով շատ մեղմ է էմոցիոնալությունը առաջանում է պահի ազդեցության տակ ոչ թե սառնասիրտ նստելով ու բանանելով ինչ բանանելով Ադրբեջանի դրոշը իմ համար միջև հիմա հետ բայց առավել եւս չգիտեմ մի տարի հետո թեկուզ թողնի պատերազմից լիքը հայ ընտանիքները լիքը էմոցիաներ առաջացնում
կապ չունի դա։ Մարդիկ պատերազմների մեջ են եղել, հարյուրամյա պատերազմների մեջ են եղել, մարդիկ դարերով պատերազմների մեջ են եղել, բայց նման դրսևորումը ես համարել եմ կներել բոլորիս ներողություն վայրենություն։ Իմ համար դա վայրենություն է։ Եթե դու ինչ կապը Թուրքիայի դրոշը մեկ արել եք որպես բան, ակցիա։ Ինչ չա տարբերում Թուրքիայի դրոշը։ Այդ մարդկա դու հավելես քոտուն ասես արի բանան եք, բայց բարբակապնեք, չեմ ինչ կպրեք, դե բոքսեր չեմ հիշում ու բան ես անում, վիրավորում ես, դու ինչով ես տարբերվում իրանցից այդ դեպքում։ Այդ դեպքում դառնում ես նույնասնման։ Չէ, հիմա ինչ որ բանի մասին եք խոսում, դիցուկ ձեր այդ բրիգադը, որում աշխատում եք, եթե առավոտը գայք տենակ, ինչ որ մեկը պատել ռիվ սխալ գույն աներ, մի պինդ բար չեք ասի այդ մարդուն։ Իսկ այստեղ դրա մասին չի էլի խոսքը։ Պինդ բարի մասին ճակատագրերի մասին է խոսքը։ Պինդ բարին ասել են, փողոցում ես չոքել եմ, բարից բնի մասով, Աբովյան փողոցի վրա, չոքել եմ ներողություն եմ խնդրել, կնոջից։ Ծնող է եղել։ Երևի թե Բան չի երաբլուրում այդ չոքել, որտեվ երաբլուրում երկու երիտասարդ սրիկաներ կազմակերպել էին։ Աշինքն կազմակերպած էր դա։ Երկու երիտասարդ սրիկաների մեջ երկու երիտասարդ ոնց են իմացել դուք երբ կգաք ոնց են կազմակերպում։ Դե ո՞նց աշխատում երբ գա։ Տրամաբանական չի որ երաբլուրում զոհված զինծառայողի հարազատներ են։ Ասեմ երկու րոպե վետը, ասեմ եղավ։ Նախ բան այդ օրը որ պետք է գնայինք բան հաջորդ օրը պետք է գնայինք երաբլուր երեկոյան բան ագալիս ինֆորմացիա գալիս որ չեղարկվում է երաբլուր գնալը ոչ պարոն Ասլանյանը եւ ոչ էլ ես չենք իմանում այդ մասին պարոն Ասլանյանը մեր պայմանավորվածության համաձայն պարոն Ասլանյանը գալիս է մեր շենքի մոտավորապես ես իմ մեքենայով ինքն վերցնում եմ գալիս են դե կանգնում ենք ասում ենք շուտ ենք եկել քիչ են եկել բան չեն կողմ որոշում ինչ այժի իսկ մենք մեր համար քայլում ենք Այն պահավոր կա որ մի ասենք նոմա դեպի այն հարթակը այդ աշճանելա չէ մի հատ Mazda էր երևի շատ գեղեցիկ նոր Mazda մեր մի հատ երիտասարդ ակնոցներով ասեց այսօր ինչ բան ասեց չլսեցինք հետ ֆռած եկավ այսօր եք գնում ասում եմ ասի չհասկացանք մռացել ինքս հարցնեինք հա դե եկեք սպասում ենք կազմակերպեցին տնօրենի տարբեր տեղերից եկան հավաքվեցին այդտեղ Եվ այդ միջադեպը տեղի ունեցավ։ Եվ երբ որ առերեսում եղավ իմ հետ Արմենը կարծեմ անունից հորան Արմենը, ասեցի լսիկ, ասի ես խոնարհվում եմ, հարգում եմ եւ այլ։ Ասի բայց դուք երեկոյան նստել եք ձեր մյուս տղայի թե եք խմել, որոշել եք առավոտը շուտ գաք ստե, ինչ ԿՊ-ական գա, վիրավոր եք բանանեք այս կոմենկում, ասա երցում եմ այդպես բան չի եղել։ Չեք մտածել որոշել իրար մասին խոսքը իր ու տղայի։ Ասի ես այդպեսի բան չի եղել, ես երցվում եմ, ասի ես հարգում եմ քո բանը, ես ոչ մի բան քո հանդեպ չունեմ, բայց այն երկու տղաները պետք է պատասխան տան։ Մեկին հայտնաբերել են, մեկին չեն հայտնաբերել։ Կազմակերպված էր Նարեկ ջանը։ Բայց էդի կոչմա պահի ազդեցության տակ։ Այդտեղ ես չեմ ոչ նեղացել եմ, ոչ վիրավորվել եմ, բան ես չգիտեմ ինչ անշնորհ բան եմ ասել, հիմա կարող ներողություն խնդրեմ այդ անշնորհ բանի համար։ Բանը ես էդի չեմ վիրավորվում, բայց երբ որ սառնա սրտորեն նստում են եւ բանը գիծ են տանում դա վիրավորական է։ Եվ երկրորդը, եթե դու գնահատական ես տալիս, որ երկիրը sense հիմա խորանակ է թեմայի շուրջ երկիրը որն էր, որը չէր, ինչ եղավ, ինչ եղավ, ոնց եղավ, շատ ժամանակ կխլի։ Բայց դա վերապահված չէ ոչ քեզ ոչ Տաթևին, ոչ էլ քեզ ու Տաթևին միասին, ոչ էլ հարայի ես ձեր հետ միասին։ Մենք 21 թվականին գնացինք հրաժարական տվեց վարչապետը, գնացինք արտահայտությունների ժողովուրդը բան արեց։ Ձան տվեց։ Ուրիշ ձև կա, իշխանություն ձևավորելու։ Ուրիշ ձև կա, չկա։ Արցախի կորուստը ցավալի է։ Ձեր համար ավելի ցավալի է, որովհետև դուք երիտասարդ եք եւ պատմությունը նայում եք 30-40 տարվա կտրվածքով։ Դուք կորուստ եք ապրում, մի րոպե։ Ես պատմությունը նայում եմ 120 տարվա կտրվածքով, որովհետեւ դե որ առավել եւս, դիմաց մտածի թե որտեղից եք եկել, ուր եք եկել, հետո բան արա։ Այլ մոլորակայինները կառուցեցին այնտեղ։ Դա դեպքը հայերը։ Չէ, դա ավելի երկար է, ես հիմա վերադառնանք ավելի դժվարացնի վիճակ, ավելի դժվարացնի վիճակը։ Կիլիկյանով է կառուցել։ Կիլիկյանով է կառուցել։ Չկա, Կիլիկյան է գետում։ Հիմա գիտե որ չասեք պիտի գնանք այդ թեմային։ Կիլիկյան են գնում։ Կիլիկյանով է կառուցել։ Կիլիկյան քո հայրենիքն է, իմ հայրենիքը չի։ Արցախի իմ հայրենիքն է, Վանը իմ հայրենիքն է, բանը Իգդերը բանը իմ հայրենիքն է։ Կիլիկյան իմ հայրենիքը չի։ Եվ այսօր էլ
քո նման ուժեղ տղերքը ոչ թե պիտի վախենան փախնեն կամ իրաց եղած չեղածը վերցնեն եթե մատ գիրիկյա ստեղծել Լոս Անջելեսում, այլ պիտի ստե պայքարեն Աղազարովին ռադանել իշխանությունից եւ տերությունանը պետությանը։ Բա ինչ է որ մենք տանում ենք դեպի Կիլիկիա, հա մենք խոսում ենք ինչ-որ տեսական բանի մեջ։ Արցախը շատ պրակտիկորեն էր վերադարձել Հայաստան, դա ոչ մի ձև տեսական չէր։ Եվ անգամ ձեր պլատֆորմը Արցախը անկախության հանրակցել է, դու տեղյակ ես դա ինչ է։ Բայց ոչ է Հայաստանի մաս։ Չէ, Հայաստանի մաս չէր, այն որ Ադրբեջանի մաս չէր, դա միանշանակ էր բոլոր օրենքներով։ Ճիշտ է։ Բայց չէ, եթե ճիշտ է, ինչա ձեր սախ ուժը պնդում, որ այտենց չի։ Ինչ է դες չի։ Որ Ադրբեջանի մաս էր թղթերով, մենք ուղակի այտենց ինչը բոլորը գիտեին, դրա տակ ստորագրեցին։ Երկրորդը ձեր ուժը երբ որ եկավ ընտրությունների ժամանակ ձեր իսկ ասած Շուշին, որը չգիտես խի գիտեիք, որ Ադրբեջանինն է, կամ Հադրութը, որը պարզվում է հետո հետին թվով բոլոր քպիականները գիտեին, որ Ադրբեջանինն է, խոստացվում էր վերադարձնել, լիքը ուրիշ բաներ էր խոստացում։ Ես նաև դրա համար այդ ընտրությունը չեմ անցալում որպես ինչ որ արդար, ազատ, թափանցիկ ընտրության բան, եւ այդ նույն մարդկանց ուղղորդելն էլ ա եղել, եւ այն հակառակորդներին դեմոնիզացնել ա եղել, եւ եղել է նաև fake խոստումներ։ Իսկ fake խոստումները իրանք հետո արտացոլվում են կառավարության ծրագրի մեջ։ Իսկ երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, դա արդեն մենք տեսական, բարոյական, փիլիսոփայական բաների մասին Կառավարության ծրագիրը հստակ խախտում է։ որ հատվածում չի իրականացվել։ Վերադարձրել ենք Շուշին, Հադրութը, այնտեղ գրած ա եղել, որ Դեօկուպացիա։ Դեօկուպացիան, հա։ Ասեք 21 թվականի ծությունների մասին չէ՞ խոսքը։ Բա կառավարության ծրագիրը չէր կատարվում, դրա բացատրությունները տրվում, ասենք որոշ մասը չի կատարվում եւ ասենք անդիմադիր ուժերը ժողովրդին ուզում են հանեն դուրս, որպեսզի իշխանությունից հեռացնեն այն ուժին, որը ասենք իր որը տրամաբանական ամեն ինչը հաս չկա, բայց ժողովուրդը չի ելնում դուրս, ինչ է ուզում։ Ինչ ասեցի։ Նշանակում է ժողովուրդը քաղաք կուրսը բանանում, ընդունում է։ Եկավ բաներով շփրտեցին նռնակներով, որը միջև այդ չէին օգտագործվել, ոչ 13 թվականիներ նման բան։ Ժողովուրդը հարձակվել խորհրդարանի վրա, որ մտել խորհրդարան մի քանի օգու մորթեին, մորթողները։ Բա մի անգամ դեմնարել եմ։ Այդ անգամ էլ ինչ-որ մասով դեմնարել։ Ուզում եմ ասեմ, միշտ կարելի է բացատրել ինչի ինչ-որ բան չեղավ։ Դպրոցների քանակը, որը խոստացել եք եւ սարքել։ Դու ասում ես, էլի շատ խիստ տարբերվում է։ Դու ասում ես ծրագիրը չի կատարվել։ Ես չեմ վիճում քո հետ։ Ես ասում եմ ժողովուրդը դրա հետ օքեյ է եղել։ Հիմա դու ինչ ես ասում։ Ապես չի քանի որ իմ սրտով չի պիտի հեռանաք։ Իմ սրտով չի, ինձ այդ ժողովուրդը խիա տենց քվյարկել իրան, լրիվ ուրիշ բան են խոստացել։ Հա, համաձայն եմ։ Չեմ վիճում Պրագա եւ կճանաչենք Միակողմանի։ Չեմ վիճարկում։ Կառավարությունը հնդածս ասենք իր փոփոխությունները կատարել իր ծրագրի մեջ նահանջելա չի կատարել։ Ոնց ալնում։ Խափել է თუ ժողովուրդը փողոց ասեք ասեք դու նախ։ Դե ժողովուրդը հելավ փողոց իրան մահակներով ծեծեցին։ Ոչ, էլի ժողովուրդը։ Если 20000 մարդ է թե 10000 մարդ էր, որը պիտի մտներ խորհրդարան, մեջի 200 հոգին իրանց ծև գործանային, թունեին գնային։ Մայիսի 9-ին հրապարակում 20000 մարդ։ Չէ, մայիսին ինչ է, մայիսին շատ էր։ Դե հետո չեղան բռնաճնշումներ, ինչու Բացարձակապես շատ նորմալ է որ բերում են նրան, որ մարդիկ եկան մի մասը փողով են եկել, մի մասը փողով չեն եկել, մյուսը չեկան, որտեղ փողը չտվեցին։ Փողը վճռորոշ բային փողը չտային։ 18, որովհետև փողերը ուտում են, այդտեղ են փողերն ուտում։ Այդտեղ են փողերն ուտում, չեն տալիս մարդկանց փողերը։ 18 թվին վարչապետը չէ ժամանակ ասում էր ժամը 4:13 րոպե փակում ենք փողոցները, 4:48 հետ ենք բացում։ Սա Հայաստանում է կարվում էր դա։ Դու գայ միսը փողոց փակեին, որ հասկանանք որ դա ժողովրդական, համաժողովրդական ճնշում է, մենք էլ հետևություն անեինք, բայց քիչ արվեց։ Ուրեմն կարամ ենթադրեմ, որ ժողովուրդը ինչ-որ իմաստով էր, ինչ-որ իմաստով ըմբռնումով էր մոտենում կառավարության կուրսում փոփոխությունների հետ։ Կարամ ենթադրեմ։ Okay։ Եթե կարամ ես էլ հարց տամ, մի փոքր ուրիշ բանից, վերջին հարցս։ Դուք Բաումանի համալսարանն եք ավարտել, տեխնիկական գիտությունների տեխնացու եք այդ Պիտերում է, չէ՞, կարծեմ, թե Մոսկվայում, հա։ Դրա մասին չենք խոսում։ Ինչ թեմայով եք պաշտպանել տեխնացուականը, ինչի՞ չեք շարունակել այդ ուղղությամբ, որովհետև կայֆ բան է գիտությունը, որտեղից որտեղ հայտնվեցիք։ Դպրոցում շատ լավ է սովորում։ Գերազանցիկ էլի։ Okay, well, thank you։ Չէ, պատասխանում եմ։ Մի քիչ եմ գալիս, դա սենց լուրջ հարց ինչ չեն տվել երբեք։ Բանը գերազանցիկ է, շատ լավ է սովորում։
Եվ իմ ուսուցիչները մեկն ասում էր գնա իրավաբան դար, մեկն ասում էր գնա բժիշկ դար, մեկն ասում էր գնա այս դար, մեկն ասում էր գնա այն դար, ես մտածում եմ իրավաբանը թվում դատավոր, կաշառք, մաշակ, հավի գործը չի, բժիշկ մարդկանց ճղը մղեմ, այն գործը չի, ես ասեցի դառնամ գիտնական մաթեմատիկայի, ֆիզիկայի ուղղությամբ, իմ համար աշտարակ կստանամ կապրեմ։ Եկա ընդունեցի համալսարան, Երևանի պետական համալսարան, մեկ մատնավարտեցի, հետո ասպիրանտուրա բաղման, պաշտպանեցի, եկա։ Ինչ թեմայով։ Ավտոմատ ղեկավարման համակարգեր։ Հիմա շատ արդիական։ Դե հա, այս ժամանակ ընդհանրապես բանը շատ Աստեղից մասկ անվանումը կներեք, որ շեղվեցի բանից։ Երևի թե Արյունը քաշնյանշանակ չի Ամերիկայում։ Արյունը քաշումը։ Եվ բանը, եւ եկա Արցախյան շարժումը սկսվեց։ Արցախյան շարժումը սկսվեց, ես մասնակցություն ունեցա, մեր ջոկատում էր, մեր գյուղում էր, մենք ջոկատ ստեղծեցինք սամ Երասխավանում եւ այլ։ Եկավ ընտրություններ 90 թվականին, հենց եղավ որ ընկերներով առաջարկեցին ինձ։ Մտածեցի գիտությունս բանն, Հա։ ասի լավ, 2 տարի զբաղվեմ պետությունը սարքեմ, կետամ իմ դոկտորականի հետևից։ Հա։ Հասկանալի։ 90-ականների տիպիկ պատմություն։ Լարվանք էլ դուրս չեկանք։ Դե լավ, դե հուսով ենք դեռ ինչ որ պահ կգա, որ կվերադառնա գիտությանը։ Չէ, գաղափարներ կան, բաներ կա, որ ասենք ենթադրում ենք, եղել է մատաղ սերնդուն ենք տալիս, իմ թորնիկների հետ եմ ես խոսում այդ թեմաներով, ես իմ գիտելիքները ինչքան որ կա, եւ ոչ միայն թորնիկներ, որ արի թալնում երիտասարդներից խոսալ, ես ինչքան կարողանում եմ փոխանցում եմ, որ բայց հարց ես ափսոսում եմ արդյոք որ չէ, չեմ ափսոսում։ Եվ վերջում գիրքը երբ սպասենք, ինչ փուլում է, վերնագիր ունի, Վերնագիր ունի, երկրի իրական կողմը։ Իրական կողմը, իսկ երբ, որտեղ գրողներին չեն տալիս այդ հարցը, բայց ես թվում է թե բան է, 2 ամսից կտամ արդեն բան։ հա, մի խոսքով պայմանավորվածություն կա, սա ընթացքում է։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, կներեք եթե ինչ-որ բան չէ, ես որևէ բան ուսեմ տակի պայեցի, եսեք Շատ կոտրական, այո։ Մեջտերի կլիկեմ։ Ես գոհ եմ։ Նարեկը ջանդամ։ Ես գոհ եմ։ Շնորհակալություն չխուսափեցինք ոչ մի հարցերից։ Բաժանորդագրվեք ալիքին, շարունակել մեզ հետևել, մենք կշարունակենք լուրջ կաստ հրավիրել հետաքրքիր հյուրեր։